Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս ժողովուրդ, այսօր հունվարի 30-ն է, չէ՞, եթե չեմ սխալվում, հայտարարок չելնենք, մեր մոտ ամիս ամսաթիվերը 31-ը, ես գիտեմ, չէ՞, հա, այսօր հունվարի 31-ն է և ձեզ հետ է Վարդան Ղուգասյանը, մեր այսօրվա ինվորմացիաներով, ահազանգերով, գանգատներով, բողոքներով, և ամեն ինչով, մեր մշտական անդամները իրենց տեղերում են, պարոն աշխարհի ամենաուժեղ KGB-ի մինիստր պարոն Աբազյանը, աշխարհի ամենաուժեղ KGB-ի տեղակալ ընկեր Անդոն, հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը, MVD-ի մինիստր Տիգին Արփիկը, ոստիկանապետ Արամս, դատախազ Աննաս և հաճելի Մարթն, քննչական կոմիտե Ռոզիկ և Քրիստիկ։ Ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին և բնականաբար առաջին մարդու տրամաբանորեն ում այսօր պիտի ես հրավիրեմ ներս Նիկոլ Փաշինյանն է, բայց այս անգամ որդու և կնոջ հետ, կնիկ, ընկերուհու Աննա Բոլեին։ Так, Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք սնվում են Միացյալ Նահանգների USAID-ից դրանց, Այնտեղ Ստյոպա Սաֆարյան, Դանիել Լեոնիսյան, եւ այլն խուճուճ երևույթներ, Պաշտպանության նախարար ուսուցչուհի Սուրեն Պապիկյան, Так, նորից Սուրեն Պապիկյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գյումրիից Վարտանիկ եւ Մարտունիկ, Так, Գյումրիից Գյոլեցյան Արտակ, նոտարները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր նոտարները, անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, նու ոստիկանությունը ստեղ է, Ջոմազյանը այդ Կամիր բերետավորների հրամանատար Բոզի տղա Հայկազը, մեր շոու բիզնեսի աստղերը, հասարակական մշակութային արվեստի գործիչները, Հադրութ, Լեռնային Ղարաբաղ, Հադրութի շրջանի եւ Զորամասի զինծառայողները, ինչպես նաեւ զոհված զինծառայողների հարազատները, Կարեն Արուստամյան Բոզիս տղեն, ով գտնվում է միջազգային հետախուզման մեջ, Արցախի ԱԱԾ երկու փոխտնօրենների գեներալ Նորայր Միրզոյանի եւ Արայիկ Գրիգորյանի հարազատները, Նիկոլը ստեղա, Գյումրիից Ջանոյան Գրետա Ագարկուհին, Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի պոռնիկը, Արմավիր քերակատարողական հիմնարկի ղեկավար կազմը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ սեփականատերերը եւ բանվորները, ԱԱԾ 7-ի պետ Արթուր Վարդանյանը, մնացածը, Երևանի քաղաքապետարանը Սիսի պոռնիկի ծնունդը, Հանրային ձայնի պոռնիկի ծնունդները, Հանրապետություն Վազգենի քուր ԻԱ այդ Սաղթայֆի պոռնիկի ծնունդներով եւ մնացած մյուս բոլոր ավականիները ստեղ պոռնիկի ծնունդները այնտեղ։ Որ ասում է վся семья в сборе։ Так, մենք անցնենք լուրերին եւ բողոքներին։ Սկսենք մի րոպե։ Մենք ստեղ ունենք բողոք։ Սկսենք Սուրեն Պապիկյանից։ Պանը
դիտողություն կենեն։ Այս անտեր շորի վիճակն ասենց մենք մեղավոր չենք։ Վարադնիկի խնդիր, դա ուրա։ Ախ, WhatsApp, մտել եմ Telegram։ Ներողություն։ Ինքան շատ է, մարդ չգիտի որտից սկսի։ Ահա։ Ուսուցչուհի Սուրեն Պապիկյան, ուր այդի։ Ահա։ Ուրեմն նախ սկսենք բանակի վիճակից, ահազանգի հետևից, ես ուզում եմ ընթերցեմ մի շարք զինծառայողների բողոքը, որը որ հասցեագրված է Սուրեն Պապիկյանին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ես, այսինքն մենք, բազմաթիվ զինվորականներս, սպաներս դիմում ենք ձեզ ատեստավորման գործընթացի հետ կապված։ Կարճ ձևակերպենք հաշվի առնելով ձեր զբաղվածության աստիճանը։ Պարոն Ղուկասյան, անցել է 2 տարի, մինչև հիմա այն զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, առողջական սահմանափակումներ, այսպես ասած հոդվածներ, այլ զինծառայողները չեն ատեստավորվել։ Հիմա հրաման է արձակել ձեր ասած ուսուցչուհին, որ այդ զինծառայողները կատեստավորվեն սահմանափակումով եւ նրանց աշխատավարձը կբարձրանա գնահատականի 60%-ի չափով։ Աբսուրդ։ Այսինքն գերազանց գնահատականի ժամանակ 195,000 լավի, 180,000-ի և բավարարի 120,000-ի չափով։ Այսինքն հանգում ենք, որ իբր առողջ զինծառայողը 100% կստանա գերազանցի դեպքում, այսինքն աշխատավարձի չափը կբարձրանա 100%-ով, 370,000 կդառնա, իսկ առողջական խնդիր ունեցողն 60%-ով, այսինքն կբարձրանա 195,000-ով աշխատավարձի վրա։ Արձանագրենք ամենակարևորը, որ այդ սպաները, ովքեր ունեն առողջական խնդիրներ, իրենց խնդիրները իրենք հորտանից չեն բերել, ձեռք են բերել ծառայության ընթացքում, բայց այսօր այդ սպաները, որոնք ժամանակին իրենց առողջությունը փչացրել են խրամատներում, անարդար վերաբերմունքի են արժանանում։ Պարոն Ղուկասյան, գործընթացը ինքնին հիմարություն է, կարճ մեկնաբանեմ, թե ինչու, քանի որ դուք զինվորական եք եւ միանգամից կհասկանաք։ Տեսեք, ամեն տեսակյունից բացասական վարկով, բացասական ընդունակություններով սպան կարող է ատեստավորվել, ստանալ գերազանց, ով նույնիսկ դասակ չի կարող ղեկավարել։ Իսկ նրա գումարտակի կամ վաշտի նույն սպան, ով հոգատար է, լավ ունակություններ ունի, լավ մարդ կարող է ղեկավարել, կտրվում են ատեստացիայից։ Պարոն Ղուկասյան, այսինքն դառնում է այնպես, որ պատերազմի ժամանակ 60%-ով ատեստավորված սպան պետք է ասի, ես 60%-ով եմ կռվելու։ Միանշանակ չեն ասի, կռվեն, բայց ոտնահարվում է նրանց արժանապատվությունը։ Կողք կողքի կանգնած են 2 մայորի կոչում ունեցող սպաներ, մեկը ստանում է 750,000, մեկը 300,000, ու սա արդեն 2 տարի։ Հիմա էլ տան վարձերի կիլոմետրաժն են սարքել 30 կիլոմետրի փոխարեն 60 կիլոմետր, մեկնաբանելով, թե ճանապարհների վիճակը լավ է եւ զինծառայողն կարա ամեն օր 60 կիլոմետր գնա գա։ Պարոն Ղուկասյան, շատ վատ մթնոլորտ է տիրում, մենք պատերազմի առաջ ենք կանգնած, բայց տեսեք ոնց են վարվում հայ սպայի հետ, այն սպայի, ով ոչինչ չի խնայել այս հող ու ջրի համար։ Հա, վատ սպաներ էլ կան, բայց էդ էլ է իրանցից գալիս, իրենց ղեկավարումից։ Հավելեմ, պարոն Ղուկասյան, տարբեր զորամասերում ատեստավորվել են մի շարք զինծառայողներ, ովքեր օգտագործում են թմրանյութեր, այսինքն անալիզ հանձնելու գործընթացը չի վերահսկում եւ չկա մեխանիզմներ։ Եվ այդ ամենը ազդում է բարեկրթության նորմերը պահող զինծառայողների հոգեկան վիճակի վրա, գրում են բանակի սպաները։
Տարբեր զորամասերում իրենց պարտականությունները թերի կատարող զինծառայողները ստանում են լավ կամ գերազանց գնահատական, իսկ այն զինծառայողները, որոնք օր ու գիշեր պատվից զգացումը դրամականից գերադասելով մտածում են ծառայողական խնդիրները ժամանակին կատարելու մասին, չեն կարողանում ատեստավորվել։ Սա մեզ ահազանգում է, որ մի բան այն չէ։ Հաճախ զինծառայողները հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց վրա կիրառում են այնպիսի որոշումներ, որը վատթարեցնում են զինծառայողների վիճակը։ Զինված ուժերի մի շարք զինծառայողներ ատեստավորվել են ֆիզիկական պատրաստության 2 վարժաձևով, ստանալով 100%-ի բավարարում։ Հիմնական ղեկավար կազմը, իսկ հետո այդ որոշումը փոխվեց 2 վարժաձևով, քննությունը հանվեց եւ դարձել են 60%-ի շահառու։ Գրում են բողոքատուները, գնումա, այսպիսով սպայակազմի մեջքը կոտրված է, բանակն այնպես չեն բարեփոխում, բանակում չպետք է անհավասար պայմաններ լինի, քանի որ մարտի դաշտում բոլորը հավասար են, հարգանքներով հարյուրավոր սպաներ։ Ուզում եմ դիմեմ ինձ նամակ ուղարկած բոլոր սպաներին։ Պարոնայք սպաներ, ենթասպաներ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այսօրվա այս աղբանոցում, որտեղ որ մենք բոլորս, ես չեմ ուզում ասեմ դուք հայտնվել եք, որովհետև դա կհամարեք միգուցե անձնական վիրավորանք, ուզում եմ ասեմ բոլորս հայտնվել ենք, սրա մեղավորը դուք եք։ Դուք եք, որ ընտրությունների ժամանակ ամեն կերպ ձայն եք տվել ձեր եւ ձեր ընտանիքի անդամներով այս իշխանություններին։ Մի մարդ, ով բանակ չի ծառայել, մի մարդ, նույնը հենց Սուրեն Պապիկյանը, որը որ ընդամենը ծառայել է մի քանի ամիս եւ իր օֆիցերին դանակահարելու համար գնաց է վերանգե Բերդ, կամ ամբողջ ԿՊԱ-կան սաստավը, որից ոչ մեկ բանակ չի ծառայել, նրանք չեն կարող, պարոնայք սպաներ եւ ենթասպաներ կամ զինվորներ, ձեր նկատմամբ ունենան հոգատար վերաբերմունք։ Դա մոռացեք, դա բացառվում է։ Սպային հասկանում է միայն սպան, զինվորականին հասկանում է միայն զինվորական։ Ես ձեզ հորդորում եմ մոտակա ընտրությունների ժամանակ, որը որ կլինի արտահերթ կամ ոչ արտահերթ, դուք սպաներդ եւ ենթասպաներդ պետք է հասկանաք մի բան, որ դուք պետք է ընտրեք ձեր նմանին։ Ոչ Նիկոլ, ոչ Ռոբիկ, ոչ Սերժիկ, ոչ Լևոն, ոչ Վազգենի Քուր, ոչ Մուսկուլնի եւ այլն, ձեր նմանին։ Մի մարդ, ով անցել է այն նույն ճանապարհը, որը որ անցել եք հիմա դուք եւ անցնում եք դուք։ Դուք գտնվում եք մի հիմնարկում, որի անունն է Պաշտպանության նախարարություն եւ բանակ, որտեղ սա մեկը մեկի ճանաչում են։ Գտնվելով բանակում, դուք ին վերաբերյալ գիտեք ամենաօբյեկտիվ տեղեկությունը, որ հասարակ քաղաքացիները միգուցե գաղափար չունեն, այսինքն կունենան այն մարդիկ, ովքեր որ ինձ անձամբ են ճանաչում։ Դուք տեսել եք իմ ծառայությունը, դուք տեսել եք իմ վերաբերմունքը թալանչիների, այսպես ասած բանակի կրիմինալ տարերի, վատ օֆիցերների եւ այլն։ Եվ դուք պիտի հասկանաք, որ ձեր վիճակի բարելավման բանալին սպայի եւ ենթասպայի, ինչպես նաեւ զինվորականի համազգեստի արժանապատիվ հորիզոնականի վրա բարձրացնողը դա միակ մարդը դա Վարդան Ղուկասյանն է։ Դոկ կուսակցություն, ուրիշ ոչ մեկ։ Հիմա ես ձեր խնդիրը բարձրաձայնեցի, այո, անարդար է եւ բոզի տղություն է, որովհետեւ ռազմական գործողությունների ժամանակ դու չես ասիկն, եթե տալիս ես հրաման, չգիտեմ, տագնապ, պատերազմ, մարդկանց վեկալում շպրտում ես մարտի դաշտ, այդտեղ խոմ մարդ չի կռվելու 60%-ով, ասի գիտես ինչ, ես ստանում եմ 400,000 դրամ աշխատավարձ, կողի մայորը ստանում է 700, կողի մայոր գնա Պերեդավո, ես գնացի հետև, դուք տեսման չեք կարող ասել։ Սպան միակ մասնագիտությունն է, որը գիտակցում է ինքնչիա մտել է համակարգ, մտել է, որ պետք եղած ժամանակ կյանքը զոհի։ Մենք այսօր հաղորդման մի փոքր ավելի ուշ կանդրադառնանք նորից Արցախի դավաճանության թեմաներին, ինչ արեցին իրենց գործին հավատարիմ նվիրված սպաներին, ոնց վերացրեցին Ղարաբաղում նման մարդկանց այս իշխանությունները։ Սուրեն Պապիկյանի նման բոզի ծնունդը երբեք չի կարող հասկանալ ինչ է նշանակում սպա։ Չի հասկանում այդ մարդը։ Այդ մարդուն կողից մեկը չասե բոզի տղա։ Երբ որ մի սպայի աշխատավարձը բարձր է, մյուսը ցածր է, դա չի։
Դες բա չի կարող լինել, միևնույն հաստիկ ինչա նա ինչ որ լավը հանձնել, լավա։ Այսինքն պատերազմի ժամանակ ենեք ասել թե քարվերնի լավը հանձնել, դե թույլ թար։ Չի լում այդպես։ Չի լում։ Տեսեք, այս մարդը հիմա եթե ձեզանից ցանկացածը վեկալի զանգի բան պաշտպանության նախարարություն կամ իր կապերով փորձի ճշտի Սուրեն Պապիկյանի աշխատակազմի քանակը, հա? Մալը տավո բացի քանակը ովքեր են Սուրեն Պապիկյանի աշխատակազմում, այդ օգնականներ եւ խորհրդականներ, բոլորը դլո, բոլորը։ Եթե ունի, ասենք, 8 խորհրդական կամ օգնական, 8-ից 7-ը դլոյա։ Լրիվ պատկները սարած, ցալքը թրաշած, պրոշ բերան ворցից, բան, սախ լցած, կարճակած դլոններ։ Եվ սա կոչվում է պաշտպանության նախարարություն։ Դլոներին իա օգնական խորհրդական այս մարդը տրամադրում է ֆանտաստիկ աշխատավարձ, ֆանտաստիկ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ Սուրեն Պապիկյանը եւ ու նայեք սրա մասին Վազգենի քուր Պորնիկի ծնունդը ձայն չի հանում անգամ։ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո վեկալել եւ կտրելա Վազգեն Սարգսյանի տուն թանգարանի ֆինանսավորումը։ Կտրելա 200 լիտր բենզին էր հանցնում ինչ-որ տուն թանգարանի, դա էլ են կտրել։ Այդ լույս, գազ, ջուր, ինչ այնտեղ բան վառվում է, հոսանք, բան, դա էլ է կտրած։ Մենակ տվել են ինչ-որ համարներ, այդ էլ են ինչ-որ հետ վերցրել։ Պատկերացնում եք։ Վազգեն Սարգսյանի տուն թանգարանը, որը ունի ամենաշատ այցելուն բոլոր թանգարանների մեջ։ Վազգեն Սարգսյանի տուն թանգարան ավելի շատ մարդագնա, քան թե որևիցե մի թանգարան։ Դա սպարապետիկ 200 լիտր բենզինը կամ այդ թանգարանի լուսի փողը ինչ պիտի լինի։ Կտրել են, չկա։ Եվ դրա մասին մենք իմանում ենք ընդամենը վերջերս։ Իսկ Վազգեն Սարգսյանի քույրը մարդը ես ուղղակի նաև ուզում եմ դիմեմ Վազգեն Սարգսյանի մյուս եղբորը Արմենին։ Արմեն Սարգսյան, մենք yarդ մի քանի անգամ հանդիպել ենք ձեր տանը, շատ շուտ 2000 թվականին, հա 2000 թվականին, ես ուղղակի զարմանում եմ, որ դուք շարունակում եք ձեր եղբորը, ճակերտավոր քվորը, համարել ձեր ընտանիքի անդամ, զարմանում եմ, լավ, գիտեք ինչ, ես ձեր նկատմամբ ունեմ հարգանք, Եվ ուղղակի ապշում եմ, երբ որ իմ ականջին հասնում է, որ դուք եղբայրաբար եք շարունակում մոտենալ ձեր քվորը Արամ Զավենովնային։ Ինչի համար։ Ձեր քույրը արեց հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի Վազգեն Սարգսյանի եւ իր թիմի արած դրած ստեղծած ամեն ինչը վերանա։ Ղարաբաղ այդ գրավյալ այսպես կոչված տարածքներ, իր հիշատակը, բանակը եւ այլն։ Եվ հիմա ինքը լինելով այդ ցեմենտի հանքով միլիոն աշխատող երևույթ, լինելով այս իշխանության մասնիկ, նստած լինելով Երևանի քաղաքապետարանում, խափելով երևանցիներին, որ մենք ընդդիմություն ենք եւ վարքյանական գնացին միացան, հետո հելան ասեն մենք տրանսպորտը պիտի ավելի թանկացնենք այն ծծերը, որ սա Հայաստանը ուզում է դնի ծծերի բենի ու ծծերի մարդու բենի մեջ։ Դուք շարունակում եք ձեր եղբորը համարել եղբայր։ Հա? Ինչի համար։ Որ մի արժանեկի համար։ Պարուր Հարիկյանը հելավ հարցակվավ ձեր եղբոր հիշատակի վրա։ Ձեր քույրա եղբայրը, ձեր տրանսգենդեր Արամ Զավենովնան, բերանից մի հատ բառ չհանեց։ Բանակի օրը հունվարի 28-ին, ձեր քույրս կի Երևանի կենտրոնում գտնվող Վազգեն Սարգսյանի կիսանդրին ծաղիկ չդրեց։ Որպեսի չեք համարում բառ, էդ եմ ուզում հասկանամ, որ ինչ։ Որ խայտարակ չլնեք, դուք խայտարակ եղեպրծել եք, Ալամ Արարատով մեկ։ Ալամ Հայաստանով մեկ, ալամ աշխարհով մեկ, ինչի եք դուք անընդհատ ձեզ փորձում կապել մի մարդու հետ, որը ընդամենը ձեր հետ ունի գենետիկական կապ, այնքանով որ դուրս հայկել միևնույն արգանդից։ Խորին հարգանքներս Տիկին Գրետային։
Բայց այդ մարդը, այդ ձեր քույրը, բացարձակապես չի հանդիսանում ձեր ընտանիքի ամենակարևոր մարդու Վազգեն Սարգսյանի գործի շարունակողը։ Նա ընդհակառակը, նա Վազգեն Սարգսյանի թշնամին է։ Ես միանշանակ համոզված եմ, որ ինքը 7 մոմ ա վառել հոկտեմբերի 27-ին, որ աղբորը խփին, որ ինքը դառա վարչապետ։ Եվ 6 ամսավեճ չփորձես մի բան անել մարդասպաներին պատժել։ Ես վստահ, ես ներել եմ մարդասպաններին։ Ի՞նչն ես ներել, պոռնիկից անում։ Ես որ ես եմ, ես չեմ ներել։ Ոչ Վազգենի աղբերն եմ, ոչ հորողբոր տղեն եմ, ոչ էլ այդ ընտանիքի հետ կապ ունեմ։ Այդ բառերից հետո դուք շարունակում եք դրան համարել աղբեր, հարազատ։ Նա ձեր հարազատ թշնամին է։ Եվ ստեղ ընդեղ ասում եք, որ Արամը, չգիտեմ, չենք ուզում, անհարմար է Արմեն Սարգսյան, ուղղակի անհարմար։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզ, քանի որ դուք շատ նման եք Վազգենին, դադարեցրեք Արամ Զավենովնային համարել ձեր ընտանիքի անդամ, համարել ձեզ եղբայր կամ քույր, չգիտեմ։ Նա բոզի տղա է, պատրաստ եմ աչոտը տալ, այսինքն տվել եմ 1 միլիոն անգամ։ Իսկ ինչ վերաբերվում է պարոնայք սպաներ ձեզ, ես հորդորում եմ զինվել համբերությամբ, սրանք ձեր հարցը լուծողը չեն, եւ ձեր աշխատավարձերի խնդիրը կարող է վերջնականապես լուծվել միայն այս մարդու իշխանության օրոք։ Եվ սա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ դուք ձեր ընտանիքի անդամները պետք է գնաք եւ քվեարկեք դոկ կուսակցության օգտին։ Նայեք սրիկայության աստիճանը ինչի է հասել, կոնկրետ փաստով, որ չասեն խափումա այդպես բան չկա։ Մեզ հետ է կապնվել Ազատ Մաջարյան, Զոֆատ զինծառայողի մայր, Ազատ Մաջարյան։ Ազատ Մաջարյանը զոհվել է 24 հոկտեմբերի 2020 թվականին։ Հողակավորված է Եռաբլուրում։ Քարը, Եռաբլուրի քարը տեղադրվել է 2021 թվականի մայիսին։ Հիշում եք, մենք Եռաբլուրի քարերի հետ կապված բազմաթիվ ելույթներ ենք ունեցել, որ անվորակ քարեր են։ Կանխամտածված կերպով բերում դնում են անվորակ քար։ Այդ քարը այս տղայի մի քանի անգամ ճաք է տվել։ Փոխել են նորն են դրել, փոխել են նորն են դրել, եւ ոչ միայն այս տղայինը, մի քանի քարեր։ Վերջին ճաքը, քանի որ ինքան որակ քար է, եղել է 2024 թվականի օգոստոսին։ 2024 թվականից մինչև այսօր այս քրշկինը մեռավ գրելով, զանգելով, ահազանգելով, ՊՆ, թեժգիզ, ռազմական, դատախազություն եւ այլն, որ տղա իսկ քարը փոխեք, լավ, այդ քար առաքող բոզի տղեն ով է, որ դուք վերցնում եք այդ անվորակ քարը, բերում քաշում եք զոֆածների վրա, հետո սրտից անձրևին չի դիմանում, ճաք հատալի։ Այդ նույն քար բերողը պիտի բերի փոխի, կամ ինչի եք դուք վերցնում անդադ անվորակ քար մատակարարողին, ինչա թե տենդերացա, բայց այդ սախ բան է այդում, բիզնես է, 3 անգամ այս տղու քարը փոխել են։ Առաջ անգամ 2021 թվականի մայիսին, երկրորդ անգամ բանը եզրամասնավոր շփոթվի ու այս տիպի բազմաթիվ ահազանգեր կան Եռաբլուրում հողարկավորված զինծառայողների քարերի վերաբերյալ։ Այս մարդիկ փող են աշխատում անգամ գերեզմանակարի վրա։ Սրբություն, արժանապատվություն բառը գոյություն չունի։ Եվ այսքանից հետո դուք սպասում եք կամ ակնկալում եք, որ Սուրեն Պապիկյան ուսուցչուհի բոզի տղեն պաշտպանության նախարարը, մարդ է, եւ պետք է մտածի բանակի զինվորի մասին, հա։ Եթե մի մարդ փող աշխատում գերեզմանակարի վրա, անվորակ քարերի վրա թվերը դուրս գրեն, բերեն քաշեն խեղճ երեխեքի վրա, վերջում իրար հետևից կմբալեն ճաք տալ։ Ասում են կոնկրետ ահուն ազգարուն, Ազատ Մաջարյան, Մաջարյանի մայրը։ Անդադ զանգում, լավ ես կնիկ, նով ես կան զանգում, հետո որ վեկալավ գրեց զոհվածի մայրը, կապնվեցինք հետ, ասել դրան ես մարդու ասած ինչա։ Կամ վեկալել, կտրել թանգարանի ֆինանսավորումը, ֆինանսավորը որն է 200 լիտր բենզին։
Էդի բան չի ֆինանսավորում չի լացես ֆինանսավոր 200 լիտր բենզին թանգանի կարիքների համար այսինքն Վազգեն Սարգսյանը 200 լիտր բենզինի արժանի չի ու քաղաքական գործիչ են որ ասում են մենք եթե մենք Եվրոպա քարոզող բոզից տղեն չի խոսում դրա մասին այդ Եվրոպան որ ուզում է ձեզ տանի Վազգենի քուրը Արման Բաբաջանյանը եւ նմանատիպ Շիրինյան Միրինյան բոզի տղեկը սել ժողովուրդ այդ Եվրոպան դա Թուրքիան է դա Եվրոպան չի Եվրոպա ասելով ձեզ տանում են Թուրքիա այլ ոչ թե Եվրոպա Վրաստանն էլ էր գնում Եվրոպա 20 տարի հերթի մեջ կայնավ այն որ այդ նստում ես օպիտի պասպորտ հանես է Հայաստանի այդ անձնագրայինները որ ամիսներով հերթ է սպասում 20 տարի Վրաստանը սպասեց տեսավ չէ շան դնող չկա ասես կողեմ ձեզ էլ ձեր Եվրոպան էլ թեքվավ հայդե բան Ռուսաստան հիմա խառնվել են իրար բայց մարդ եկել էր ընդուն էի 20 տարի Հələ որ իրոք ընդեղ Սաակաշվիլին իրականացրեց կոնկրետ փոփոխություններ, որը որ մենք հեռու ենք այդ փոփոխություններից 20, 30, 40 տարով։ Այսօր Եվրոպան, այդ Եվրոպան Թուրքիան է։ Այդ Եվրոպան ձեր իմացած Ֆրանսիան ու Գերմանիան չի։ Մեկ էլ Ֆրանսիային ու Գերմանիային հիմա բան տիրություն անի։ Մնացեք ձեր տեղը։ Սիրելի ժողովուրդ Եվրոպան որ այդքան լավ բանն էր, Բրիտանիայի նման պետությունը Եվրոմիությունից դուրս չէր գա։ Brexit չէր անի, չէր ասի, հաջողություն ձեզ, կողեմ ձեզ էլ, ձեր Եվրոմիությունն էլ։ Ով է ձեզ սպասում ընդեղ, ինչ արտադրանք դուք ունեք, որ Վազգենի քուրը ձեզ տանի Եվրոպա։ Այդ Եվրոպան նորից եմ կրկնում, դա Թուրքիան է։ Հասկացեք, ոչխարն էր։ Որ վեկալեմ գնում են, ինքը ռուսամ է դա, դոկը ռուսամ է տլներ, Մոսկվայում կլներ։ Կապված երեկվա միջադեպի հետ, այդ որ թուրքերը Բարից բուն իմաստով ադրբեջանցի թուրքերը նոր տարում կայֆավատ են եղել հանրապետության հրապարակում։ Մենք վեկալանք զանգեցինք ազգային անվտանգություն, բնականաբար ազգային անվտանգությունը զբաղվում ենք։ Հետո ազգային անվտանգությունը հայտարարություն է տարածում, որ գիտեք եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ Աբաս, ես ուզում եմ մի բան հասկանամ, դու քեզ ես դրե գժիտեղ, ժողովրդին ես դրե գժիտեղ, թե ինձ ես դրե գժիտեղ, այս հարցի պատասխանն եմ ուզում ստանամ։ Եղբայրական Պարսկաստանի նկատմամբ ոչ մեկ պրետենզիա չունի և եղբայրական Պարսկաստանի քաղաքացիների նկատմամբ։ Սակայն եղբայրական Պարսկաստանի ատրպատական նահանգում, որը հենց մեղրին անցանք արաքս անցանք ենքում, այդ ատրպատականն է սկսվում։ Ամբողջությամբ բնակեցված է 20 միլիոն ադրբեջանցիներով, որոնք որ եղել են, այսպես ասած, Պարսկաստանի անբաժանելի մասը։ Խոսքը վերաբերվում է այ հենց ատեղի բնակիչներին, որոնք որ լինելով ադրբեջանցի, բայց կրելով Իրանի Իսլամական Հանրապետության պասպորտ, հասել են Երևան եւ եւ Երևանի մեջտեղում երգում են Ղարաբաղը մերն է, Ղարաբաղ եւ այլն։ Խոսքը դրա մասին է։ Մենք չենք ասում դա պարսիկներ, դրանք պարսիկ չեն, ոնց որ հիմա Ռուսաստանի պասպորտով գամ 30-40 կամ 20 ադրբեջանցի եւ մտի Հայաստան, մենք ասենք սրանք ռուսներ են, չէ, Ռուսաստանի քաղաքացիություն կրող ադրբեջանցիներ։ Հիմա այդ Ռուսաստանի քաղաքացիություն կրող հայերը կարող են նստեն սամալոտ, ազալ ադրբեջանական եւ գան իջնեն Բաքու, իրենց կթողան մտնեն Բաքու։ Ոչ։ Այդ նույն հայերը կարան գան Բաքվի մեջտեղում կանգնեն եւ երգեն, չգիտեմ, ինչ երգեն, Արցախ երգեն։ Կարան, ոչ։
Հիմա բանը Պարսկաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիները, որոնք որ մտել են Հայաստանի տարածք, ու եկե հրապարակի մեջտեղը երգել են, Արցախ, Մարցախ, վրեկը ղժացել են։ Հիմա էլ ամբողջ ադրբեջանական լրատվամիջոցներն են ձեր վրա ղժում։ Ձեր առաջինը ձեր, որտեղ ազգային անվտանգությունը դուք եք։ Դա չէ, ու դա ձեր աշխատանքի արդյունքն է։ Հիմա հենց հայտարարում են, ասում են դրանք բան են։ Իրանի քաղաքացին, այսինքն իբր պարսիկներ են, ոչ։ Ուրեմն Աբաս, դու կարաս Հայաստանի քաղաքացի ես, չէ՞։ Վեկալ մի ազգային անվտանգության 10 աշխատող, հելի գնա Թեհրան, Թեհրանի մեջտեղը հավաքվեք եւ երգեք խոսքի օրինակ Հավանագինա երգը։ Էդի գիտես որն է։ Հավանագինա։ Կանի։ Ով որ չանի կոպայ բոզի տղայա։ Հենց ինչ են անելու պարսիկները։ Մի րոպե ժողովուրդ ջան։ Մի րոպե։ Քանի որ պարոն Աբազյանը բավականին անգրագետ է, յանա դրե այդ անգրագետի տեղ։ Մի րոպե, մի րոպե։ Տնենք հենց Շարլ Հանձնավորի կատարմամբ։ נגילה, אהבה, נגילה, אהבה, נגילה ושמחה. Հավքվեք, հայերով, փորձ անենք, հելը գնացեք Թեհրան, ու Թեհրանի մեջտեղ ես երգը երգեք, տենամ կլնի, քանի րոպե կարակ ես երգը երգեք, հարց, եղբայրական Հայաստանա չէ Իրանի համար, գնացեք Պարսկաստան, ու ես երգը երգեք, այս երկի տակ պարսիկները ծծծնելով, քեզ ու Կոսաստանի, կտանեն ուղիղ Պարսկաստանի, են որ ասում է հեղափոխության պահապանների բանտը, ու այս երկի տակ ենքան կծծնեն, մինչև կտանակ Հավանագիլա։ Այսինքն չեն շամ, եթե դաժե Իրանի քաղաքացիներ են, հա, եկել են հրապարակի մեջտեղը ինչ խերից Արցախ են երգում։ Ու գիտեք սիրելի ժողովուրդ, ով բացեց այդ սահմանը, ոնց այսինքն ինչ եղավ, ինչից ելավ, որ Հայաստան եւ Իրան վերացավ վիզային համակարգը եւ Հայաստանի հարավային դարպասները դառան քարվանսարա, որ ով ուզենա մտնի հլի, ով է դրա հեղինակը, ով կարող է գուշակել, սիրելի երեխաներ, ապրի Ռոզիկ Սերժ Սարգսյան։ Սերժ Սարգսյանն է չեղարկել վիզային համակարգը 2008 թվականից հետո սամանը Սարգին պրախատնոյ դվոր։ Երբ որ ժամանեց ինգես Սերժիկը։ Նույն Սերժ Սարգսյանն է նաև բերել օրենք, որ հնդիկը, պարսիկը, չգիտեմ, չիխուախուան եւ այլն կարող են գալ 6 ամիս ապրել Երևանում, Գյումրիում եւ այլն եւ հետո գնալ մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Այսինքն մի հատ հնդիկ Բոմբեից, Կալկուտայից, եսին որտեղից կարա գա Հայաստան, մենք դրան դանդաղացել ենք 6 ամիս ապրի, 6 ամիս հետո հանգարտ Երևանում, Ղափանում, Մեղրիում ըլնի բանտրություններ, որ ոչ տար գիտի, ոչ լեզու գիտի, ոչ բերան գիտի եւ այլն, ու գնա մասնակցի ընտրություններին։ Այ պատանի հանրապետականներ, երիտասարդներ, այն երիտասարդները, որոնք որ աջակցում են հանրապետական կուսակցությանը, Սերժ Սարգսյանին։ Հիմա ես հարց եմ տալի, սիրելի երիտասարդներ, կարող եք գտնել աշխարհում այդպիսի մի երկիր, որը որ թույլ տա դրսից ով ուզում լի, միգրանտ, բանվոր, անգրագետ, չգիտեմ, տուկ քշող կամ ես եմ ինչ անող, գա այդ երկրում ապրի, 6 ամիս հետո գնա, չգիտեմ, ասենք Մոսկվայում մասնակցի ընտրություններ քաղաքապետին Սաբյանին ընտրի։ Խոսքի կամ Բաքվի քաղաքապետ ընտրի, կամ Թիֆլիսի, կամ Սումգայիթի, ինչ որ այդպես բան կլինի։ Այդպես օրենք կարա մտցնի միայն պետական դավաճան բոզի տղեն։ Նույնը դու վերցնում ես, ազատականացնում ես սահմանդ մի պետության հետ, հա, Իրանը եղբայրական է, օքեյ, բայց Իրանի այդ եղբայրական հանրապետության այդ քթի սաղ այդ տարածքը ապրում է 20 միլիոն ադրբեջանցի։ Ու քո
Սամանը սարքը մեզ պրախատնոյ դվոր։ Եկեք, մտեք, ելեք, գմփսրեք, ծծրեք, ինչ ուզում եք կարեք։ Եվ դու պատերազմող երկիր ես։ Հələ էդի 2008, 9, 10 այդ թվերից բանը սկսած։ Ով այդ օրենքը բերել։ Սերժ Սարգսյան։ Ով է հնդիկներին բերել շինե քվյարկող։ Ղարաբաղի ժողովուրդը չեն կարող քվյարկեն, ասում են դուք հայաստանցի չեք։ Ձեր այդ պասպորտը, որի վրա գրած է Հայաստանի Հանրապետություն, հաշիվ չի։ Բայց մեր հայերին, որոնք որ գտնվում են դրսում, մարդը հիմա պրոստը էլ է գնացել է դուրս։ Ընտրություններին դաժե չի կարող մասնակցել, որովհետև դեսպանատներին չեն թողում, որ չգիտեմ, պարլամենտական ընտրություններ եւ այլն մասնակցած, չէ, դուրս ես չես կարող քվյարկես։ Վերջ։ Բայց հնդիկին, պակիստանցուն եւ այլն ասում հա արի քաղաքապետ ընտրի, որ վաղը կարա գնա երկրից։ Ով է սրա հեղինակը։ Սերժ Սարգսյան։ Բոլոր այդ պարսկական մեքենաները, որոնք մտնում են Հայաստան հլմեն, շոֆերների 80%-ը թուրք է։ Ադրբեջանցիներին։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը սրա մասին չգիտի, իհարկե գիտի։ Հիմա էլ ասում է պարսիկներ էին, ոչ դրանք պարսիկներ չէին, աբազ բոզի տղա։ Դրանք թուրքեր էին։ Ադրբեջանցիներ։ Եվ չի գտնվել մի հատ պլորով տղամարդ, պլոր։ Ես ասել եմ, չէ, ինչ է նշանակում պլոր։ Դաժե տվել ենք պլորի աչոտը։ Չի գտնվել այդ ԵԿ Հանրապետության հրապարակի մեջ մի հատ պլորով ворց, որ դներ դրանց տոնուտեղը ծծցներ։ Եվ ամենահետաքրքիրը երկել են կառավարության շենքի մոտ, որտեղ որ լիքը միլիցիա կա, եւ ոչ միլիցիա չասեին չա։ Եվ այս ամենի հեղինակը Նիկոլ Փաշինյան եւ Սերժ Սարգսյան, որոնք որ բացեցին հասարակությանը, մարդկությանը եւ մեզ բոլորիս ցույց տվեցին, ինչպիսին է հայ ժողովրդի մի մասը, ինչպիսին է, անինքնասեր, անթասիբ, մենակ թողած խմեմ ենք զինվորի կենացը, բայց այդ նույն զինվորի գերեզմանակարի, համազգեստի, սնունդի, բուժման, դեղորայքի վրա եւ այլի աշխատում են հազարավոր դոլարներ։ Այդ նույն զինվորին մենակ են թողնում մարտական ծառայությունում իրենց երեխեքին, աղբոր երեխեքին, բոզեր երեխեքին, ազատելով պարտադիր զինվորական ծառայությունից։ Խմեմ ենք հայրենիքի կենացը եւ այլն, զովազների կենացը, խերրիս կենացը, բայց հլնում են հայ մարդու կենացը թասիբի եւ արժանապատվության փորերը գծած սեղանի վրա քավը փորոված խմիշքը կրիստալ մրիստալ էտասախ բադրջանգնի խորոված պամիդոր սեղանը պարա բոզլնեմ արա գյոթլնեմ արա սրա մորը ծծծնեմ արա ոնց է կե դոգին լսեմ այս մտնոլորտի աուրայի մեջ հայ տղեն ուրիշա հայ տղեն ոնց կարա դոգ լսի այս են սպորնիկի տղեք ու մեկը կողից շասը բա որ դու հայ տղա ես լավիդ բերանը բա հելավ Նիկոլ Փաշինյան ասեց հələ պիտի հասկանանք ցեղասպանություն եղել է թե չի եղել Էդ որ մի հայ տղեն տենց խոսացող հելավ ասեց Նիկոլ մամայի ծծծնեմ ես ինչ ես ասամ հա Էդ որ մի հայ տղեն հելավ ասեց Ղարաբաղը խի տվիչ մեր երեխեքին խի կոտորիր լավը ծռեմ Էդ նույն այդ հայ տղեն որ թուրքերն եկել էին հրապարակի մեջտեղը Ղարաբաղ Ադրբեջան էին երկում բա բտայք բանանեք ծռեիք Բա խիչ ծռիկ լավները Թե Վարդան Ղուկասյանը ատե չի դրա համար եք ձեզ դրել լավ տղի տեղ Վարդան Ղուկասյանը հեսա գալը մա Այ ես այդ վաղտ կուզեմ տենամ ատենց խոսացողներին Դուք պետություն չսիրող մարդ եք Դուք պետականություն չսիրող մարդ եք Այն ինչ որ ձեզ բաժին է հասել ինչ որ հիմա դուք ունեք Գնացեք Լենինի, Ստալինի, բոլշևիկների ոտերը լվացեք ջուրը խմեք Որովհետև եթե դրանք չլինեին, էս էլ չէր լինի Սա էլ չէր լինի վաղուց այդ դաշնակ բոզի տղեկ հետ միասին ծռել եք, պրծել եք, սա հանձնել եք, անցել եք առաջ Էս էլ չէր լինի Գնացեք Ստալինի ոտերը լվացեք ջուրը խմեք Ստալինին պիտի տալ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս
որ ձեզ պետություն թողեց, որ ծածցնելով սերունդներ դասիրակեցին, որ այն 1988 թվականի այդ հրապարակը, որ համեմատում եք, որ լիքներ Արցախ էինք բոռում, այսօր թուրքերն են այդտեղ Արցախ բոռում։ Բախի 88 թվին լիքը Արցախ բոռում։ Այդ ում դասիրակությունն էր, սովետի։ Սովետը ձեր գերբի վրա Արարատ լեռեր թողե, այսօր դուք գերբի վրից Արարատ ուզում եք հանեք։ Ասма մեզ զենք չեն ծախում, որովհետև գերբի վրա Արարատա մեկը չասեմ մորը ծածացնեմ, քեզ զենք չեն ծախում, որովհետև դու ես այդ պետության ղեկավարը։ Տեսեք, զենք չկա։ Զենք չկա։ Այդ շվեցարը հայեր են, խեռը հայեր են, որ ընդեղ շվեցարը, այսօր պիտի բռնեն 10 հոգուն ովքեր որ նստած են եղել, ծածցնեին։ Հելանք շոու բիզնեսը բանով ասեց, հիշում ենք, պահանջում ենք եւ այլն, բայց ոչ մեկ չասեց, Նիկոլ Փաշինյան տունը ծածացնեմ, ներողություն պիտի խնդրես։ Տեսեք չկա։ Քանի որ չեն կարա դատեն, սրանք են դատողները, մեկը լի սրանց դատի։ Մեկը լի սրանց դատի։ Չեն ելնում չեմ գրողների միություն, չգիտեմ, նկարիչների միություն, ծծողների միություն, բոզերի միություն, ոչ մեկ չի ասում, ներողություն խնդրի, բոզի տղա, ներողություն խնդրի, կասկածանքի տակ դնելու համար կամ թեման շոշափելու, են Արսեն Թորոսյան ղախ պիտղենել գնմա հմեկով էֆիրատալում, ասում հաբատես պիտի մենք Թուրքիայի հետ պիտի բարեկամանանք, տղա ջան այդքան սիրում ես Թուրքիային, բոզի տղա գնա Թուրքիա ապրի, գնա Թուրքիա ապրի, Թուրքիային կարելի է ընդունել միայն մի դեպքում, եւ որ Թուրքիան ասի այո, ես իրականացել եմ ցեղասպանություն, որի համար խնդրում եմ ներողություն, հասկացել ենք, զղջացել ենք, նոր դրանից հետո կարելի է հասկանալ ոնց ենք ձևավորում մեր հետագա հարաբերությունները, որպես հարևան, մեռնի տենց հարևանը, Էսա ձեր մակարդակը, էս եք դուք, և երբ որ ձեզ ցույց են տալի ձեր իրական պատկերը, նեղվում եք, վիրավորվում եք, ուր այն Մարտունիկ Վարդանիկ, սպասեք, եսա կանադառնամ ձեզ, նամանավատ Մարտունիկ բոզի տղուն, հասկանում եք, էս ազգի ամենամեծ թշնամին, մենք այսօր, նստած, տեսեք մի հատ մալադեց այդ աղջիկ լրագրողին, Նիկոլ ծծրեց, բայց ես մի հատ ուզում եմ հարց տամ, եթե մի մայր, մի կին, մի ընտանիք, իա երեխեն, Աշոտ Փաշինյան, եսում եթիմն ա, հել է գնացել է Արարատի մարզ գյուղ Այգեստան, ինչ որ մի հատ մարդ դոմիկա տվե, բենո, այդ մարդի դոմիկի մեջ ապրում ա, երկրի ղեկավարի եթիմն ա, Այսինքն, երբ որ քո ընտանիքի անդամը, քեզանից դուրս եկածը, քո տղեն վրե թքե գնաց է բենոյի դոմիկի մեջ ապրեմ, դուք ինչ ընտանիք, դուք ինչ ընտանիք, դու ինչ մայր, դու ինչ հայր, դուք ինչ քույր, և այս մարդիկ երկիր են ղեկավարում, Եվ ես մարդը հլմասում է ցեղասպանությունը պիտի հասկանանք և ոչ մեկ չի լմասում ներողություն պիտի խնդրես, մորը ծծացնեմ։ Օղորմի Վարդան Ղուկասյանի անձավորների շոու բիզնեսին բզեց ոտի հանեց և դրա հաջորդ օրը հայտնվում է հետևյալ տեսարանը հանրապետության հրապարակից։ Աբազել ուզում է կռուտի տալ, մի ասում է պարսիկներ են, ստի մորը ծծացնեմ, թե բան պարսիկներ են, աբազ։ Իրանի անձնագիր գրել է նշանակում է պարսիկ։ Թուրքերին բերելը ցել են Երևան, ով բացեց սահմանը։ Հայաստանի Հանրապետության նոտարները, նամանավանդ Երևանի նոտարները, մասսայաբար վաճառում են անշարժ գույք թուրքերին, մասսայաբար, ու սաղ լռում են, սաղ, վաղը մյուսօր սիրելի նոտարներ, մարդ ես կփոխվի իշխանություն, հա, գալու են բաց են ձեր այդ մացյանները անշարժ գույքի վաճառքի և տենան ում եք վաճառել Աբդուրախման Իբն Խատիբ, չգիտեմ ընդեղ Գյուլչետայ, Մուլչետայ, Մուստաֆա, Բայազեդ և այլն, դուք դրա համար դատվելու եք։
Հասկանում եք։ Որտես կողսրած Երևանում, Հայաստանում անշարժ գույք եք ծախում թուրքերին, ընկեր նոտարներ։ Դուք դրա համար դատվելու եք, մի գեղեցիկ օր։ Իսկ ի՞նչ եք անում։ Թուրքական կաշին գալի մշակվում է Երևանի կաշի գործարանում առաջնային մշակումը։ Թունավոր խռոմը ծանր մետաղ կապում են երևանցիների ջանին, հայ ազգին գցում են ռակ, մի մասը արդեն մշակ թունավոր են բուն մասը մշակեց հետո վեկալում տանում են Թուրքիայում մնացած գործ ընդեղ անեն։ Այդ ձեր Վարդան Մարթանն այդ բոզի տղեկ հաշվեցարա հայ դրա զավոդում ու մի գիտությամբ Նիկոլ Փաշինյանի։ Դուք եք այդտեղ ապրում, հարգելի շենգավիցիներ, նորագավիցիներ, չարբախցիներ, այդ Զանգվի եւ Երևանյան լճի մոտ ապրողներ եւ այլն։ Դրա համար սաղը ռակ եք։ Ռակ։ Սրանք ձեզ կոտորում են, մինչև հասկանաք ուշ ալինելուն, շատ ուշ։ Շարունակեք հավատալ, շարունակեք քարոզել, հանուն այսօրվա մի քանի կոպեկ լափի համար, հետո այդ մի քանի կոպեկ լափը ձեր քթերից է գալու թափի։ Ոսկորի ռակից խռալով մեռնելու եք։ Ու մեռնում եք, անշուշտ չեք մեռնում։ Եվ բանը երեք շեմիսու ազգային ժողովում վերջապես Հայաստանի Հանրապետության բոզից տղեն հայտարարեց, որ մենք անհետ կորածներով եւ գերիներով չենք զբաղվում, ճիշտ է։ Մարդը առաջի անգամ համարձակություն ունեցավ, ասես չենք զբաղվում։ Դուք էլ ձեր անհետ կորածներն էլ, ձեր գերիներն էլ։ Այն որ հելը բորում են Նիկոլ ջան, հելա մեկ այդ ուշաթափավ, մեկին չգիտեմ բանը այդ բանջա ծնողներից սկորին տարավ մեկին են մեկ ոնց որ թե իրանք առաջի անգամ լսեցին որ Հայաստանի Հանրապետությունը չի զբաղվում գերիներով եւ անհետ կորածներով այս 5 տարի զռռում եմ որ չի զբաղվում չի վեկալում չայմեն Սուրջան Գևորգ կար ինչ կար որ ադրբեջանցիք տարան սիրուն ձիգ հետույքը մշակեցին եւ այլն կնիկն ասում է մենք դիմել ենք Նիկոլ Փաշինյանին սպասում ենք 2020 թվի նոյեմբեր ամսին եմ խոսացել կնգայ տասի վստահ ես որ մի բան անելու է ասում հա Տիկին Գևորգ Սուրջանի մարդը դուր է բերի 4 տարի անցավ ձեր նուրա բա հելեք եկեք ցարակ փռեք մարդուց ընդեղ շինել են ես չգիտեմ ես ինչ Գևորգ Սուրջանի ծնողները որոնք որ Ռուսաստանում են ապրում ինչքան գիտեմ Լենինգրադ էին վախտին ուր եք խեքսուս սպասում եք որ Նիկոլա ձեր տուն պիտի բերի ձեզ ծանող ասողի տուն ու տեղը ծծցնեմ MVD այսօր MVD-ում տեղի ունեցել կոլեգիա չեմ ուզում թաքցնեմ այդ իրականությունը ընկեր MVD-ի մինիստր մենք եւս ներկա էինք ձեր կոլեգիային լսել ենք սկզբից մինչև վերջ չեմ ուզում ասեմ փոփոխությունները ու մեզ հանել կադրերի պետ բան դես դեն եւ այլ դուք դրա մասին առանձին կհայտարարեք ընկեր MVD-ի մինիստր տեղակ եմ նաև այդ տրանսպորտի թանկացման հետ կապված վաղվա ուսիլենին որ պիտի միլիցեքին հանեն լցեն ավտոբուսների մեջ բան որ հետևեն որ եսի մինչ տեստեն բայց տարազնապես ոչ մի վտանգ մեր քաղաքացիներին չի սպասվում դուք վճարում եք ձեր 100 դրամը եւ իջնում եք ես այսօր նաև դրեցի QR կոդը որ դուք ստանում եք տերմինալից եւ մի QR կոդով մի 10 հոգի կարող է օգտվել մետրոյից, այսինքն վեկալար QR կոդը ծլինգ անում եք դռները բացում է, ձեւ ով ուզում անցնում է, մի հատ QR կոդով։ Հորդորում եմ իրականացնել նման ակցիաներ։ Այսինքն այն ժամանակ մենք ժողովրդին վերցնում ենք, ես լինելով ոստիկանության աշխատակից, դեմ եմ 150 դրամի շարժման ժամանակ, մի հատ ոչ բարով մոտիկ ունեի ինձ 24 AA 444 բանով, Porsche-ով ժողովրդին բանից Բաղրամյանի մոտից վերցնում հանում էի կոմիտաս եւ իջնում էի ներքև պետական բենզինով
անունը Տիգրան։ Ուրեմն նույն ձև առաջարկում եմ վաղը սկսել նմանատիպ ակցիաներ, մի հատ QR կոդ եք վերցնում տերմինալից եւ թող մի քանի հոգի այդ մի QR կոդով հանգիստ օգտվեն մետրոյից։ Ուրեմն կապված MVD-ի հետ, ընկեր MVD-ի մինիստր։ Դու ունես Ջոմազյանը այս բոզի տղեն, Հայկաս, կամ իր բերետների հրամանատարն է, ով ունի իր սեփական անվտանգության ծառայությունը, որը կոչվում է հաբ։ Ուրեմն նախ այդ նույն հաբում աշխատում են նույն կարմիր բերետավորները կամ 1032, 1033 զորամասի զինծառայողները։ Բոլոր օբյեկտները համարյա վերցրել այդ իրան, այսպես ասած իրականացնելով տերոր, մնացած բոլոր մասնավոր անվտանգություն տրամադրող կամպանիաներին դուրս մղելով շուկայից։ Լավ, դա արելա ջանդամ գյուր, բայց քո Հայկազը, ով ջիլգյուղից է, ուրեմն իրականաց զբաղվում է թմրանյութերի արք ու վաճառքով, այսինքն իա ախրանան օբյեկտներում վաճառում է նարկոտիկ, այսինքն ձեր միլիցիոներները, ներքին զորքերի ծառայողները։ Իրանք իրանց խոմ չեն բռնելու, մալը տավո, տեսիշ բոզի տղություն են անամ, ընկեր MVD-ի մինիստր։ Ծախում են, ծախողները, դե բնականաբար ծախողները չեն բռնում, ով որ առնում է, առնողին արդեն բռնում են, առնեմ պրծնմա դուրս է գալի, առնեմ պրծնում գնում նստում է եւ այլն, կամ բերետները գալեբան բռնում են, իրանց ալաֆանում թողում են։ Դա մար դուք վերևը ոչ բանից խաբար չեք։ Էդի ձեր Հայկաց բոզի տղեն է։ Նման նարկոտիկի մեծ արքովաճառ կա նաև ընթանում հաճախորդների վրա ամառ ռեստորանային համալիրում, որը պատկանում է այն թողմախի մհերի սիսի խնամու բոզի տղուն, բաբոին։ Նույն դրա մոտ, որտեղ որ անգամ լեզվի տեսչությունը չգնաց եւ չտուգանեց, որ անգլերեն գրած է ամառ, հայերեն բառ չկա։ Այդ նույն ռեստորանում կամի բերետավորները, իրանց այսպես ասած հաբի անվտանգությունը վաճառում է նարկոտիկ։ Առնողին բռնում են, վաճառողին չեն բռնում, որովհետև իրենք են։ Սրա մասին դուք չխոսեցիք ընկեր Արփինե կոլեգիայի նիստի ժամանակ։ Ես ուզում եմ, որ դուք որպես MVD-ի մինիստր տեղյակ լինեք, որ ամենամեծ նարկոտիկ տարածողը ձեր կարմիր բերետներն են իրանց հրամանատար Հայկազով, Հայկազ բոզի տղով։ Հետևությունները թողում եմ MVD-ին։ Ներքին անվտանգությունը, եթե ձեզ տես բան չի զեկուցել, ուրեմն ներքին անվտանգության ղեկավարին եւս ազատեք։ Այնտեղ ձեր այդ սրան հանել, սրան դնել եւ այլն, դա արդեն թող ինքեր MVD-ն տարածի, ոնց ուզում ան։ Дальше. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հայտարարել են գործադուլ այսօրվանից։ Շուրջ 5000 աշխատող հայտարարել է գործադուլ, որոնք պահանջում են իրենց աշխատավարձի բարձրացում 100,000 դրամով եւ սոցիալական պայմանների բարելավում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը սպառնացել է դատի տալ բանվորներին եւ պարապորտի գումարը բռնագանձել բանվորներից։ Կարծում եմ սրա հետ կապված մասնագիտական խորհրդատվություն մեզ կարա իրավաբան Գևորգ Պետրոսյանը, շատ կարճ ներգրավենք Գևորգ Պետրոսյանին, թող ինքը պատասխանի, որքանով է հնարավոր դատի տալ բանվորներին այն դեպքում, երբ որ մարդիկ պահանջում են սոցիալական արդարություն։ Մի վարքան։ Այսին նույն պղնձամոլիբդենային կոմբինատն է, որտեղ որ միլիոններ են լափում տարբեր, այսպես ասած, ձևերով, սկսած Աննա Բոլեյնից, մեր մոտ ինտերնետը խնդիր է տալի, եւ Գևորգ Պետրոսյանի հետ կապը չի ստացվում, մի վարքան, աշկիս
Անհասանելի է պարոն Պետրոսյանը։ Ես մեսենջերի հետն էլ ստեղ անիծվե, այնքան են գրել ու գրել։ Ալո, Ահա, բարև ձեզ պարոն Պետրոսյան։ Ես ներողություն եմ խնդրում անհանգստացնելու համար, բայց մի հատ հարց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները այսօրվանից սկսած իրականացնում են գործադուլ, շուրջ 5000 աշխատող կանգնել են ցեխեր, մարդիկ պահանջում են աշխատավարձի բարձրացում, սոցիալական վիճակի բարելավում եւ այլն։ Հիմա գործատուն ինչ-որ ռուսա, մենք հասկանում ենք, որ ռուս դա նշանակում է ֆիկտիվ կերպա, որովհետև դա պատկանում է նախկիններին եւ ներկաներին, ասել է մենք ձեզ դատի կտանք, եթե դուք չաշխատեք։ Ասացեք, խնդրեմ, որքանով է հնարավոր եւ ինչ անեն մեր բանվորները եւ աշխատողները, որպեսզի խուսափեն դատու դատարաններից։ այդ ձեր սիրտը վկայեց, որ մինչև ձեր զանգելը ոստիկաններից մեկի հետ էի խոսում, Ահա։ ասեց պարոն Ղուկասյան, որ առիթալի ասեք, փաստորեն առիթ ավելի շուտ եկավ, քան կարող լիներ։ Որ ամենաառաջի սպանը եղել, որ ոստիկանին մենթ ասելու համար լուրջ վնասներ է պատճառել։ Քաշեք ցելա գետի։ Ահա։ Այդ չգիտեմ ինչքան ես ամբողջ բանի հավաստիության կանխավարկածով եմ վերաբերում։ Իսկ ձեր հարցի պատասխանը գործադուլի իրավունքը Պատրության 58-րդ հոդվածի համաձայն վերապահված է աշխատողներին, պարզապես այնտեղ իրավաչափության պայմաններ կան, գործադուլ հայտարարելու կարգ գոյություն ունի, աշխատանքային օրենսգրքի 73-ից 82 հոդվածները հենց վերաբերում են գործադուլին, բայց հաշվի առնելով ձեր ժամանակիստավությունը ես այդքան չանդրադառնամ այդ հոդվածներին, թեպետ կարող եմ բանավոր ասել, բայց պայմանը հետևյալն է, գոյությունից գործադուլ հայտարարելու կարգ, եթե կարգը պահպանված է, Ո՞րն է այդ կարգը։ ապա աշխատանքային օրենսգրքի 79-րդ հոդվածը ապահովագրում է աշխատողներին։ Այսինքն նրանց փոխարեն չեն կարող ընդունել աշխատողներ, նրանց չեն կարող այդ հիմքով աշխատանքից ազատել։ Այստեղ պարզապես ես հիմա առաջին անգամ նոր եմ լսում։ Ես վերջնական դատողություններ չանեմ, Ահա։ եթե ինչ-որ մեկը կա, ով կարող է ինձ տեղեկատվություն տրամադրել, խնդրեմ, Դուք դեմ չեք, որ ես ձեր հեռախոսը համարը փոխանցեմ այդ ժողովրդից, հա, մի երկուսին թող իրենք զանգահարեն ձեզ եւ ես ուղղակի խնդրած կլինեմ, չնայած զանգի, ես ասեմ, գիտեք ինչն է խնդիրը, պարոն Ղուկասյան, որովհետեւ եթե գործադուլին մասնակցում ես ապօրինի, օրինակ ասենք կոլեկտիվը այսօր հելա որոշեց, որ չեն մտնում գործի։ Դա կարող է որակվել որպես գործալ լքություն, որը հիմք հանդիսանա գործատուի համար այդ գործատուլի մասնակիցների աշխատանքից անհարգելի պատճառով բացակայելու համար ազատելու եւ նաեւ իրենց պատճառած վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու համար։ Դրա համար եմ ասում, եթե որոշել են արդեն արել են, այդ չեմ կարող դրա երաշխավորությունը տալ իրավական, իսկ եթե մտադիր են անել, կարող են ձեր անունից զանգել, ես իրենց խորհրդատվություն տրամադրեմ, թե ինչպես իրականացնել գործադուլը, որին մասնակցությունը գործատուն չկարողանա հիմք ընդունել նրանց նկատմամբ կարգապահական բարույթ իրականացնելու եւ նաեւ նրանց նյութական պատասխանատվության ենթարկելու համար։ Հասկացա ես ձեզ շնորհակալություն, ես կփոխանցեմ ձեր թույլտվությամբ ձեր հեռախոսամարը կազմակերպ, այսինքն բանվորներից մեկին։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Հաղորդման ավարտից հետո ես կփոխանցեմ Գևորգ Պետրոսյանի հեռախոսահամարը, դուք կարող եք զանգահարել սիրելի բանվորներ եւ առհասարակ աշխատողներ եւ ստանալ ձեզ ուզող հարցերի պատասխանը։ Ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ աջակցում եմ ձեր ցույցերին, ասեմ ավելին, որ իմ նախընտրական ծրագրում կա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լրիվ պետականացնելու կամ ավելի շուտ ներողություն ազգայնացնելու հարցը, որովհետև այդ նույն գերմանացիների, պորտուգալացիների, ռուսների հետևը կանգնած են ոչ այլ ոք, այլ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը պետք է լինի ազգային, այսինքն պետական եւ ձեր բոլոր խնդիրները, սոցիալական արտոնությունները եւ այլն պիտի լուծի պետությունը, այլ ոչ թե ինչ-որ մի հատ ռուս կամ ինչ-որ մի հատ գերմանացի թղթերով կամ եւ չգիտեմ ես իմ ով։ Եվ եթե դուք շահագրգռված եք,
նորմալ մարդկային պայմաններ ունենալու, նորմալ սոցիալական փաթեթ ունենալու, նորմալ աշխատելու, այսինքն այնպես ինչպես այդ կոմբինատը աշխատել է սովետական միության ժամանակ, ձեր միակ հույսը Վարդան Ղուկասյան դոկ կուսակցություն գնալ եւ ընտրությունների ժամանակ ձեն տալես մարդուն, որն էլ որ այդ կոմբինատը ազգայնացնի, դուք allևս կախված չեք լինի ոչ մի կապիտալիստից եւ ոչ մի բուրժուից։ Դուք կախված եք լինելու միայն պետությունից։ Ձեր հովանավորը, ձեր տերը, տիրականը, բոլոր հարցերի պատասխանը պետք է տա միայն պետությունը։ Նույնը լինելու է Հայաստանի էլեկտրոցանցերի հետ, նույնը լինելու է վիոլաջրի հետ, նույնը լինելու է Գազպրոմի հետ։ Ինչ են արել ցպնել են, ես չգիտեմ, այդ բոլորը պետք է ազգայնացվի։ Եվ քանի որ թեման գնաց դեպի դա, ուզում եմ դիմեմ բոլոր միջազգային կառույցներին, ֆինանսական, համաշխարհային բանկ, եվրոպական բանկ, չգիտեմ, ոտերի բանկ, թևատակի բանկ, բոլորին, որոնք որ շարունակում են վարկեր տրամադրել Հայաստանի Հանրապետությանը այս իշխանություններին, որ սրանք վարկի տոկոս փակեն։ Ուրեմն, ինչ եմ ես ասում, որ այս եթերը բնականաբար մնալու է ինտերնետի մեջ, ինտերնետը ամեն ինչ հիշում է, ֆիքսում է, որովհետեւ չասեն, մենք չգիտենք, ընկեր միջազգային կառույցներ, ես չգիտեմ, սա ձեզ կհասնի, չհասնի, դա ձեր անձնական իրավունքն է, բայց ես հորդորում եմ այլևս Հայաստանի Հանրապետությանը վարկ չտալ, որովհետև իշխանափոխությունից հետո մենք չենք պատրաստվում ձեր վարկերը փակել։ Ումը որ տվել եք Նիկոլին, կգնաք Նիկոլից կպահանջեք։ Տվել եք չգիտեմ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, պիտի գնաք պահանջեք այդ բոզի տղեկից։ Մենք ձեզ վարկ տվող չենք։ Ումը որ տվել եք, քանի որ եթե դուք վարկը տվել եք, այդ 6 միլիարդը, որ տվեցիք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ լավել, ու 6 միլիարդ պարկը Հայաստանի դարավ 13 միլիարդ, դուք պիտի այդ վարկը տվել եք նպատակով, չի ուրիշ մի բան, դա պիտի ծախսվի։ Չգիտեմ, բարելավի գյուղատնտեսությունը։ Փողը տվել ես, հետևից գնացես դու գելես, բարելավելա թե չէ։ Փողը տվել ես, մի մասը երևի հետ են տվել ձեզ, մի մասը տարել լափել են, ու ամբողջ բեռը թողել են Հայաստանի քաղաքացու վզին, գյուղացու։ Եղբայր փող ես տվել, դու քո փողի հետևից եկել ես, տենաս ինչի վրա է գնացել։ Որտես գմբրդարեն ես բոզի տղու տալիս եք։ Ո՞վ է հետո ձեր փողը հետ տալու։ Որտեղից ոնց։ Ես ուզում եմ որ սա հասնի տեղ, որ վաղը մյուսօր, որտեղ ես բոզի տղեկի թողած բեռը, մենք ընկնելու ենք քաքը։ Մենք քաքի մեջ ենք վաղուց։ Վարկ են վեկալու, որ վարկի տոկոս փակեն։ Նիկոլ Փաշինյան բոզի տղու սաղ շրջապատը մինչև 2018 թիվը, ծծովի կանֆետին ասում են Գյուլիվեր։ Որտեղ ծծովի կանֆետի փող չունեին։ Այսօր Սիսիի նման ղախպի տղեկը դարել են միլիարդատեր։ Միլիարդատեր։ Քանի որ գնաց խոսք Սիսիից, Երևանի քաղաքապետարանի պատկերը այսօրվա։ Ուզում եմ դիմեմ ուրա այդ քաղաքապետարանի ավականիներին։ Հարգելի սիրելի ավականիներ, իհարկե խոսք վերաբերում է այս ընդդիմադիր ճակատում գոյություն այդ ունեցող։ Դուք այսօր հելել եք, մի հատ էլ տղա մտել էր լայվ, բոյով տղա էր։ Մտել է լայվ, ասում է, չեմ էլ ուզում այդ բոզի տղու այդ անուն ազգանունը տամ, ասում է, փրչոտ բոզի տղեն, հանրային ձայնի եկավ մտավ բան, քվորում ապահովեց եւ այլն։ Լավ, եկաք նստակ դալիճ, հարցակվակ Սիսի վրա, միլիցեքին բերին, ձեզ հանին քցին դուրս, հետո նորից լավ, դրա փոխարեն այդքան մարդ կա տեղ։ Այդ երկու հանրային ձայնի երկու բոզի տղեկին չեք կարում ծածցնեք։ Դուք դրանցից վախում եք։ Դուք այդ երկու պոռնիկի ծնունդից, այն մեկը տաքսու շոֆեր, մեկը շոկոլադ սրող, ում որ միայն կարմիր գծերի համար, Սիսի բոզից տղեն $50,000 փող ա տվել։ 50-յան, 50-ին տաքսից ղախպի տղին։ Ես չգիտեմ, Վահան Ավագյան պոռնիկի ծնունդը այն մյուս բոզի տղուն այդ 50,000-ը տվել է, թե չի տվել։ Այդ արդեն իրանց ազնական բանն է։ Բայց $100,000 Սիսի բոզի տղեն տվել է այս երկուսին։ Դուք ինչից եք վախենում։ Է մի հատ գրուզավիկ չկա, որ գար մտներ Վահան Ավագյանի ավտոյի մեջ, որ չգար հասներ այդտեղ։
Կամ շեքի դեմը բռնեիք ծածցնեիք։ Լավ չեք կարում ասեք դոգը տունը ծածացնի։ Այդ մի քֆուրը չեք կարում դրան տակ։ Որ եկակ նստակ հելա կռիր դեբոշ բան, այսինքն այդ թատրոնն եմ ուզում հասկանամ։ Այդ թատրոնի իմաստը ո՞րն է։ Կամ որ այդքան սիսին քեխա, դու 22 ստորագրություն չեք կարողանում հավաքել։ Մի տարի թմել է, անվստահություն հայտնեք, քիչ չեք հայտնում։ Ինչն է պատճառը, որ թևավորի եւ կլոունի ավականիները չեն կարողանում անվստահություն հայտնեն, հա? Ինչն է խնդիրը։ Ինչն է խնդիրը, որ դուք չեք կարող հայտնեք, այդ նախագիծը չեք կարող բերեք մցնեք բան։ Ասում է, սիսի դիրքերը կպնդանա, եթե չանցավ։ Էիտակ պինդա։ Իտակ Վազգենի քուրը եւ հանրային ձայնը, սիսի դիրքերը պահում են։ Այդ այն կողմից չգիտեմ, քանի բոզի տղա հանրային ձայնից 4 պորնիկի ծնունդ։ 4 են 3 են։ Մտում ինչ։ Ինչ էր այդ կռվի իմաստն, ինչու՞մ էր կայանում։ 150-ն է դառավ 150։ Հետո վաղը ես հորդորում եմ ձեզ բոլորիդ հելեք, լսվեք քաղաք։ Ամեն ավտոբուսի մեջ մտեք եւ քարոզեք ժողովուրդ 100 դրամ։ Մենք վաղը դա սկսում ենք։ Ասել եմ փետրվարի 1-ին ժամը 9-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտ հավաքվում ենք եւ անցնում ենք մեր քաղաքացիական պայքարին, որը որ նախատեսված է եւ թույլատրվում է սահմանադրությամբ։ Վճարում ենք 100 դրամ, վերջ։ Եվ շարունակելու ենք վճարել 100 դրամ։ Եվ եթե դեմի 4-5 օրվա մեջ այդ դեկլարացիան չեղարկվեց, անկախ նրանից տրանսպորտը կդառնա 100 դրամ թե չէ, մենք կոչ ենք անելու վաբշե չվճարել։ Նիկոլ Փաշինյան բոզից տղեն հելավ հայտարարեց, որ դեկլարացիան հետաձգվում է մինչև նոյեմբեր։ Մահանա թե ID-ների խնդիր է։ Էլ չասեմ, դոգը տունը ծծրեց։ Դա հիմա վախեցանք զատնի դրինք։ Վերջացրեք։ Եթե դուք չեք ուզում որևիցե մի նախագիծ անցնի, հանրային ձայնի 2 պորնիկի տղեկին ծծրեք։ Ամեն մեկից բոյը 1.90-ն է, 1.80-ն է։ Մի հատ շակալա ցրող ու տաքսու բերան չեք կարան դնեք ու չհանեք։ Գյումրի Մինչ բանը Գյումրին անցնել է այն ռիժուլայեր ինչ խերը գլոխեր են սպիդով հիվանդ բոզի տղեն, որը որ քաքաուտը ուրեմն սրան տեղափոխել են Արմավիր քերակատարողական հիմնարկ ներկայիս պահին գտնվում է կարանտինի 15-րդ խցում ասում է բանը կլուշնիկները ղեկավարությունը շատ լավ են նայում ռեժուլային, ապահովել են ամեն ինչով, տեղը տեղին խնամում են։ Այսինքն մեր հայերին տես չեն խնամում, բայց այս տրանսգենդերա, տրանսվիստիտա, այս սպիդը եւ այլն, որը բառից բուն իմաստով սպիդա, ամենաջերմ վերաբերմունքը Արմավիր քերակատարողական հիմնարկի։ Ես ուզում եմ հասկանամ, Արմավիր քերակատարողական հիմնարկի պետը պետի ճաշակովա, պետը սիրահարվել է սրա վրան, թե սա ինչ է նշանակում։ Նախ ինչի պիտի գտնվեր հիմա սա Բերթում, որ հենց մի հատ էլ մենք մեր հարկատուները մեր ջեբից փող պիտի տանք, որ ռիժուլյան Բերթում օրը 3 անգամ հաց ուտի, քաքս թողուտի, մեկը սիրում է քակ ուտել։ Մեռակ ասելով հանեք դեպորտ արեք։ Նստեցեք սամալոտ թոյի թա։ Ուր ուզում է թոյի թա։ Լսեց Ընկեր եմ վեդեի մինիստր, խի դեպորտ չեք անում։ Աբաս, բարեկամ ա քեզ։ Տիմիջալոց Աբազի հետ կապված, այլ ասեմ եւ անցնենք Լեննագանին։ Ուրեմն 7-ի պետ Արթուր Վարդանյան, KGB-ի 7-ի պետ, օպերատիվ փնտրողական վարչության։ Ես հասկանում եմ, որ լուսանկարներ հրապարակելը 7-ի պետի վրով լավ բան չի, բայց ես ստիպված եմ։ Ուրեմն եթե ինքեր 7-ի պետը այդ հեղին է պորնիկին մինչև երկուշաբթի օրը չի տեղափոխել այլ ծառայություն,
ուրեմն ես չեմ երաշխավորում ոնց ինչ եւ այլն, մենք հանրությանը կներկայացնենք ազգային անվտանգության ծառայության օպերատիվ փնտրողական վարչության պետ, գնդապետ Արթուր Վարդանյանի կնոջ լուսանկարը, երեխաների լուսանկարները, կինը որտեղ է աշխատում առողջապահության նախարարությունում, երեխաները որ դպրոցն են գնում, աղջկա ստորիները, լրիվ հանած արդեն ստորիները, մորիները եւ դեմքով թող ժողովուրդը ճանաչի 7-ի պետի ընտանիքի ողջ կազմին։ Հիմա կամ ընտանիքիդ ես ոչ մի տակը չեմ գրելու, ոչ մի վիրավորանք, բացարձակապես։ Ուղղակի հանրությունը պիտի տենա, որ այս կինը, որը որ ամեն առավոտ գործի է գալի առողջապահության նախարարություն, քո կնիկն է, անուն, ազգանուն եւ այլն։ Այս տղա երեխեն, որը որ գնում է դպրոցը, 7-ի պետի տղեն է։ Այս աղջիկը 7-ի պետի աղջիկն է եւ այլն։ Հիմա կամ ընտանիքիդ գաղտնիությունը կամ դլուն, որոշ որ ասում է տենակալը որը կհաղթի սերը առ ընտանիք, թե սերը առ դլու։ Էսի կոնկրետ 7-ի պետին։ Ուրեմն Գյումրի, Ջանոյան Գրետա Պորնիկ։ Ով է Ջանոյան Գրետան։ Ջանոյան Գրետան Շիրակի մարզի ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է։ Սերժ կանանց խորհրդի նախագահ։ Ինչ պաշտոն զբաղացնեմ, բացի կանանց խորհրդի նախագահ լինելուց։ 16 տարի աշխատում է Գյումրի քաղաքապետարանում արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ։ Այսինքն, դա Գյումրիի դիվանագետն է։ Հիմա առաջանում է մի հատ հարց, իսկ որևիցե մի օտար լեզու գիտի Գրետա Ջանոյանը։ Ասին այո։ Գիտի օրինակ ռուսերեն։ Ռուսերենից գիտի 4 բառ. դա, նետ, խլեվադա, զդրաստի, ներողություն, 5։ Գիտի անգլերեն, գիտի okay, I love you, goodbye։ Էտո անգլերենը։ Գիտի ֆրանսերեն, bonjour։ Գիտի գերմաներեն, das ist porno։ Ու այդպես գիտի արաբերեն, սալամ ալեյքում։ Այս քանը լրիվ բավական է, որպեսզի Ջանոյան Գրետան լինի արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ։ Ասում եմ, այդպես շատ անգլերեն, այդպես օտար լեզուներ էլի, որ գիտի, ինչ կրթություն ունի։ Ասին ունի նախալ դիպլոմ, դիպլոմն էլ կեղծ է եւ առած է։ Դիպլոմի պատմությունն էլ ջրեր է սահանե, Սարիգը մի հատ լավ բան արել։ Փաստորեն հայտնաբերել է, որ Ջանոյան Գրետայի դիպլոմը կեղծ է։ Եվ 16 տարի Ջանոյան Գրետան ստացել աշխատավարձ, բաժինա ղեկավար է, ասել է okay, good morning, I love you։ Չէ, ներողություն, goodbye։ Պրծավ։ Այս կանը լրիվ Էրիկա Լենագանի արտաքին կապերի բաժնպետի տեղակալ աշխատելու համար։ Հիմա քանի որ քաքը հելելա ջրերից, ընկեր Ջանոյան Գրետան քպական մարզպետարանից, քպական առողջապահական վարչությունից բերելա տեղեկանք։ Ինձ որ ասեցին ինչ տեղեկանք, այդ բժշկական տեղեկանք, ես մա չգիտեմ, ծիծաղամ, զարմանամ, ապշեմ եւ այլն։ Ուրեմն ինչ հա գրած ինչ տեղեկանք է։ Բյուլետեն, դու դատախազ ես, չէ՞, դելսի։ Շիրակի մարզի դատախազ կա, Լենագանի դատախազ քնչական կա թե չկա, հաճելի մարդ։ Ուրեմն տվել է քպական առողջապահական բաժինը տվել է տեղեկանք Ջանոյան Գրետային, որ ինքը մինչև մարտի 3-ը, տոլի մարտի 30-ը կարևոր չի, մինչև մարտ ամսի էս ինչ օրը, 3-ը բյուլետենի մեջ է, հիվանդ է, մարտի 3-ից հետո նոր կբուժվի։ Ես ասենց բյուլետեն, ես չեմ տեսել իմ սաղկյանքի մեջ, բյուլետենը թե մարդուն վերցնում են բյուլետեն, եթե հիվանդ է, և բյուլետենը փակում են այն ժամանակ, երբ որ բուժվում է։ Այսինքն մեր քպական բժիշկները դաժե գիտեն,
Գրետա Ջանոյանի բուժման օրը, որ այս օրը նոր ինքը բուժվելու է, մարտի 3-ին, տոլի 30-ին։ Օրը կարևոր չի, բայց մարտի մեջ էր։ Էս եղավ են մարդու սպանությունը, որ դատաբժիշկը տվել էր, որ եթե այս օրը այս մարդուն չգյուլեին, միևնույնն է ինքը այդ օրը մեռնելու էր։ Քրիստիկը տեղեկանքը ղրգել էր։ Հիմա քանի որ ստեղ չի մեռնում, այլ հիվանդություն է, տեղեկանքա բերել, որ ինքը բեսամբ հիվանդ է, եւ լավանալու է մարտի 3-ին, տոլի 30-ին։ Խնդրեմ։ Եվ սա տալիս է քպեն հանրապետական ՀՀԿ կանանց խորհրդին, այն որ ես ինձ ճղում եմ, պատռում եմ, որ Սերժ ու Նիկոլ նույն բոզի տղեն են, ասում են, տեսփոն չկա։ Չկա։ Սերժականներն ասում են նեմա։ Ու այս տեղեկանքը, որը արդեն քրական գործա, քրական հոդված է, այդ տեղեկան գրողը, այդ բուլեց են բացողն ու փագողը, պիտի այս պահին քնչական կոմիտեի Լենագանի քնչականի պետը վաղը առավոտ 120 կիլոմետր ժամանակությամբ պիտի մտնի Երևանի քաղաքապետան այդ տեղեկանքը վեկալու գնա սաղին կալանավոր, ուրը թբորցի չանի, ես քեզ եմ ծծցնելու։ Եթե Լենագանի քնչականի պետը վաղը դատախազ այս գործողությունը չիրականացրին, չհավքին այդ տեղեկանք տվողին եւ ալին, դրանք այդ քո Շիրագի քնչականի պետը հաճելի մարդ գալու է քեզ ծծցնելու։ Իսկ Լենագանի դատախազներ քեզ Աննա Վարդապետյան։ Դեսեք, եթե ես չեմ ուզում, եթե իրանք ուզում են, եթե իրանք չգնացին հետևից, ուրեմն իրանք էդի ուզում են, ուրեմն Լենագանի դատախազը ուզում է Սեմենի տրուսիկով, նստի քո բենին։ Հիմա եթե հանկարծ Գասպարյան Վովան ըլներ դատախազ կամ ՄՎԴ-ի մինիստր, այտենց մեկ ասել, ով որ չետա չբռնի գնալու է հաջորդ օրը Գասպարյան Վովայի կնգան ծծցնի, տվյալ միլպետը կամ այդ պայն ըլմեր սամաստրել, կամ հենց նույն րոպեին էր գնում հետևից։ Որտեղ Գասպարյան Վովան տնով տեղով կծծծներ։ Օբյեկտիվ։ Հիմա տենանք ձեր ենթականների ինչքան են ձեզանից վախենում։ Ես հաղորդում եմ տալի հացագործության մասին, որ տվացվել է կեղծ բյուլեցեն։ Պլյուս բյուլեցենը փակվում է, մարտը արդեն գրել են, մարտին փակում ենք։ Բժշկե, հա, հեսա 03-03-25 թիվ։ Օրդել եմ ասում 03-03-25 թվին ինքը նոր կլավանա։ Մինչև չի լավանալու։ Atât տեղեկանք լամա, պաստորեն Լենագանը բլամա, այս պորնիկը Ջանոյան գրետա, կեղծ դիպլոմ, արտաքին կապեր, 16 տարի, ոչ լեզու, ոչ բերան, դա նետ, խլեվ, վադաս, դրաստի, հերիք, ինք ռուսերեն գիդի, դարչ, ինք անգլերեն գիդի, hello, okay, Են բանի նման, օքեյ, էդի արդեն անգլերեն է, վերջ, կոխեմ բրուսով։ Անդո դու անգլերեն գիտես, հա, բա դու, ես չգիտեմ, Ուրա, մեր գյումրի հերոսները, ուրեմն մարտունիկ, ահա, ուր էդի, տղա, դու ուզում եմ հասկանամ, են որ Լենագանի ժողովուրդ առանց նեղանալու մեծ բերան են, դրա մասին էդի դու գիտեք, բայց բացի մեծ բերան լինելուց, էդի սովորական, էդի միշտել ասվել է, դա վիրավորական բան չկա, ճորո բերան են, էդ էլ գիտենք, բայց որ այդ ճորո բերանությունը չունի չափ ու սահման որոշակի մարդկանց մոտ, էդ էլ գիտենք, ուրեմն այն օրվա իմ ելույթից հետո, որ ես ասի Մարդունիկ, մտի խաղի մեջ, օքեյ, Մարդունիկը, հենց այդ եթերի ժամանակ, որ նայում է, հենց հիմա էլ է նայում, հելեմ ասում է, տեսակ ինչ բերանը փագեցին, օվկիանոսից են գոմ։ Դու իմ բերանը փագել ես, Մարդունիկ, ինչով ես փագել։ Հարց եմ ուզում քեզ տամ, բոզի տղա, դու իմ բերանը փագել ես, հա, Այսինքն ես
որ հաշվի առա որ Վարդանիկ, Մարդունիկ, Թշնամիներ են իրար եւ այլն թոմատնի խաղի մեջ, այդ նշանակամա դու ին բերանը փակել ես։ Այդ նշանակամա որ քո մարդու երրորդ կնիկ լամարը Պրադոն վեգալած պիտի գնի քուչա փող բաժանի այդ պորնիկը։ Հա, Մարդունիկ, դու ուզում ես ես Վարդանիկին ղրգեմ ձերտում, որ կնգած ծածացանի։ Ես ձեր երկուսից որ մեկի կողմը հանգարց անցած սկսեցի մի քիչ նորմալ վերաբերվել, այդ կողմը միանշանակ այն կողմի կարած ծածացանի, հանգիստ։ Դու բոզի տղա չես, դու ին բերանը ոնց ես փակեմ, մի հատ հələ կասես, ես քեզանից պահանջում եմ Նիվարքյան Ուրեմն դու լավ գիտես ովա իմ հետ կապի մեջ քո պարլամենտորը Ուրեմն ուղարկում ես քո պարլամենտորի միջոցով քո հեռախոսահամարը այսպես սկսած մինչև իմ եթերի ավարտը Ես եթերի ժամանակ զանգելու եմ քեզ Եթե դու տղամարդ ես եթե դու այդքան կաս Իմ համարը դու գիտես Իմ համարը դու չգիտես քո ծանոթներից Մեկը իմ համարը լավ գիտի, դու էլ գիտես ով, Երևանում ապրեմ, այդ Երևանում ապրողի միջոցով եւ այլն ինձ ղրգի քո համարը, ես քեզ եթերի ժամանակ ուզում եմ զանգեմ։ Ես քեզ եթերի ժամանակ ուզում եմ զանգեմ եւ հարց տամ, դու իմ բերանը ոնց ես փակել։ Եվ եթե դու եթերով պիտի ասես ոնց փող ես տվել, որ ես տվել, ոնց ես փակել իմ բերանը, որ հերել ես քո միջավայրում, ասես բերանը փակեց, տղամարդ ես, չէ։ Արժանապատվություն ունես։ Հիմա ես քեզ ասում եմ, եթերից միջև հələ մեկ 20-30 րոպե ունենք Ղարաբաղի թեմա եւ այլն։ 20-30 միջև եթերից ավարտը դու պիտի կապնվես իմ հետ, կամ ես եմ զանգում քեզ։ Ահա։ Եթե դու իմ հետ չկապնվար եւ այդ ասածից աչոտը չտվիր, հրապարականորեն տղամարդ ես։ Ուրեմն հաջորդ հաղորդմանը Գերմանական, ռումինական, պորնո ինդուստրիան կնախանձի այն սցենարին, որը որ ես անվճար կներկայացնեմ հրապարականորեն։ Ես հուսով եմ, որ Վարդանիկ Ղուգասյանը դեմ չի լինի, որ գա ձեր տուն գյոթի ու բոզի։ Ժամանակը գնաց։ Իսկ մենք անցնենք առաջ։ Ասի Գյումրին է, իսկ հիմա մոտենում ենք Արցախ։ Մենք մեր ամեն հաղորդման ժամանակ սիստեմատիկաբար լուսաբանում ենք պետական դավաճանությունը, պետական դավաճանության էպիզոդներ, որոնք որ տեղի են ունեցել 44 օրյա պատերազմի ժամանակ։ Այսօրվա էպիկենտրոնը Հադրութն է, ինչ է տեղի ունեցել Հադրութում։ Ես ուղակի կոնսպեկտավորել եմ այն տեղեկությունը, որը որ մեզ փոխացել են, չեմ, այդեն որ ասում եմ, ծուրը նստենք դուզը խոսենք, 44 օրյա պատերազմի հետ կապված ուսումնասիրություններ, քննություն, մնություն իրականացրած մարմինները չերես քրիստիկ փոխանցել են Վարդան Ղուգասյանին, որն էլ որ կոնսպեկտավորված կներկայացնեմ ձեզ։ 2709 20 թվականից ուրեմն երբ որ սկսում է պատերազմը 05/10/2020 թվականին ադրբեջանական կողմը հասնում է համարյա Հադրութ Ֆիզուլի Ջաբրայել ճանապարհի 9 կիլոմետր այդպես է կոչվում Հադրութի դիվիզիայի հրամանատարի տեղակալ Սերգեյ Շաքարյան օնժե Արցախի հերոս ազգային հերոս Եվ ասում եմ իմ խորին հարգանքները Սերգեյ Շաքարյանը հավաքելով կամ այդպես ասենք շուրջ 300 հոգի հադրութի մինչև կամ զինծառայողներ մինչև 1995 թվականի ծնվածներ, այսինքն աշխատել է ջահելներին չներգրավել, կազմակերպում է Հադրութի պաշտպանությունը 9-րդ կիլոմետրում։
Հենց դիվիզիայի հրամանատար Կարեն Արուստամյանը, ումը որ վերջերս հայտարարեց միջազգային հետախուզում, եւ այս պոռնիկի ծնունդը Կարեն Արուստամյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, հանում է Սերգեյ Շաքարյանին 9-րդ կիլոմետրից, այսինքն 9 կիլոմետրից, որը գտնվում է Ֆիզուլի Ջաբրայի ճանապարհի հատման կետում, եւ տեղափոխում է այլ տեղ, ասում ասते դու մի պահի, դու գնա ուրիշ տեղ պահի։ Սերգեյ Շաքարյանը մի քանի անգամ ասում է, չէ, ես դե պիտի պահեմ, ասում է, չէ, դե չպիտի պահես, այսինքն իրականացնելով հնարավորինս եւ անհնարինը պաշտոնական դիրք եւ այլն ճնշում գործադրելով Սերգեյ Շաքարյանին տեղափոխում են 9-րդ պաշտպանականից այլ տեղ։ Տեղափոխելու գիշերը, այսինքն 9-ի լույս 10-ի գիշերը 9 կիլոմետրը հադրութը, այսինքն ամբողջությամբ անցնում է թուրքերին։ Ով արեց դա Կարեն Արուստամյան, ում 2 օր առաջ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է իբր, այսինքն հայտարարել է միջազգային հետախուզում պատերազմից 5 տարի անց, նոր հասկացան, որ սա բոզի տղա է։ Ուրեմն նորից եմ կրկնում, բոզի տղա Կարեն Արուստամյանը այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ միջազգային հետախուզման մեջ։ Ես թող ինձ չնեղանան Արուստամյան ազգանուն կրողները, բայց ես Արուստամյան ազգանունով հələ լավ մարդ չեմ տեսել։ Ուրեմն Սերգեյ Շաքարյանը նորից հավաքում է կամավորականների, որ պահի թուրքերի դեմը, այսինքն որ ուղարկել են ուրիշ տեղ, ընդեղ էլ է սկսում Սերգեյ Շաքարյանը իրականացնել ինքնապաշտպանական մարտեր։ Տեսնելով սա, Ջալալ Բոզիստղեն, որ իբր թե վառվել էր ու այդպես էլ վարվածություն չենք տենը վրան, եւ Կարեն Արուստամյանը Սերգեյ Շաքարյանին զորով պարտադրելով, հրամայելով, ճնշում գործադրելով հանում են այդ ինքնապաշտպանական տոշկից եւ տեղափոխում են 2-րդ պաշտպանական բանակի բունկերը։ Տալնում ասում են նստես բունկերում, բունկերից կղեկավարեց մարտը։ Բունկեր տեղավորելուց հետո հեռանում են ատուց ընկեր Ջալալ Բոզիտղեն եւ Շաքարյանը եւ հեռանալուց անմիջապես 30 րոպե հետո թուրքական ավիացիան ուրեմն ավիաբոմբը գցում է ուղիղ բունկերի գլխին։ Այսինքն իմանում է լոջիկը, դաժե հակառակորդի լոջիկը, դաժե իմանում է որտեղ է բունկերը, ու բոմբը գցում է ուղիղ այդ բունկերի գլխին, որտեղ ողջ են մնում ընդամենը 2 զինծառայող։ Զինվորներից մեկը հողերի տակից մի կերպ զանգահարում է հորը, հետն էլ այդ պահին գտնվում էր Խաչենց գյուղում, այսինքն զինվորի հայրը ասում է պապա ջան, ես հողի տակ եմ, արի ինձի հանի։ Հերը գալում է ընկերոջ հետ իա զինվորին հողի տակից հանում է, որովհետև չկա ոչ պետություն, ոչ այն որտեղից հակառակորդը գիտեր բունկերի անգիր տեղը, որ պիտի գատե ավիաբոմբը գցի գնա, արդեն հետևությունները թողում եմ ձեզ, որտեղ եւ որ մահանում է Արցախի ազգային հերոս Շաքարյանը։ Այսինքն Շաքարյանի գլուխը կերել է Ջալալը եւ Արուստամյան Կարենը, որովհետեւ այդ մարդը իր կյանքի գնով փորձում էր պաշտպանել Հադրութը եւ Արցախը։ Իսկ մենք գիտենք, որ երբ որ ես ասում եմ մենք չենք պարտվել, այդ մեր զորքի գլուխը մեր բոզի տղեկն են կերել, ինձ շատերն ասում են ինչի սենց ինչին է։ Եվ այսօր այն Անժելայի նման պոռնիկի ծնունդները ասում են Արցախի ղեկավար կազմը մեր հերոսներն են։ Հիմա նայեք, կոնկրետ փաստ, կոնկրետ դեպք։ Արցախի ԱԱՑ-ն ունենում է 2 տեղակալ՝ Նորայր Միրզոյան, Արայիկ Գրիգորյան։ Ուրեմն Նորայր Միրզոյանը եւ Արայիկ Գրիգորյանը իրենց գործի բերումով, այսպես ասած, ականատես են լինում լրիվ պատահական Արայիկ Հարությունյանի պետական դավաճանության փաստին։ Մարդիկ պատահական տեսնում են, արձանագրում են, համոզվում են, ֆիքսում են, որ Արայիկ Հարությունյանը իրականացնում է պետական դավաճանություն։ Հարց են տալիս, պարոն նախագահ, էս ինչ եք անում։ Պարոն նախագահան չի պատասխանում։ Այսպես կոչված Արայիկ Հարությունյանը հեռանում է։ Հաջորդ օրը Նորայր Միրզոյան եւ Արայիկ Գրիգորյանը ստանում են գեներալի կոչում։ Իրենց համար լրիվ անակնկալ։ Ստանում են գեներալի կոչում։ Ուրեմն
կոչում ստանալուց մի քանի օր անց այդ երկու զամմինիստրները գործուղվում են առաջնագից Շոշ եւ Սխնախ գյուղերի արանքը այդտեղ այդ ուղարկվում առաջնագից ուղարկվելով այնտեղ լինելով կոնկրետ մարտական դիրքում Նորայր Միրզոյանը եւ Արայ Գրիգորյանը իրենց հետ լինում են նաեւ էլի ԱՑ աշխատակիցներ ուրեմն մինամյոտը ականանետը հարվածում է ուղիղ այն դիրքին որտեղ որ լինում են Նորայրը Արայիկը եւ էլի մի քանի չեկիստ ուրեմն զոհվում են Նորայր Միրզոյանը եւ Արայիկ Գրիգորյանը ինչպես նաեւ ԱՑ 3 սպա 5 հոգու մի մինամյոտի հարվածով գամփ Մինամյոտը կրակել է, մեր մինամյոտն ա եղել, շլորոներ, ներողություն, շլորոսեր, շլոր և սեր, շլորոսեր կոչվող տեղամասից, այդ պահին, այդ օրը, այդ տեղամասը եղել է հայկական տարածք, հայկական տարածքից հայկական մինամյոտը կրակում է ուղիղ այն մարտական դիրքի վրա, որտեղ որ եղել են Նորայր Միրզոյանը, Արայիկ Գրիգորյանը զամմինիստրներ, ինչպես նաև եւս ԱԱՑ մնացած մի քանի աշխատակիցներ 5 հոգի զոհվում են մեր մինամյոտի սնայրադից, մեր հայկական կողմի արձակած մինամյոտի սնայրադից, որովհետև այս մարդիկ ականատես են եղել պետական դավաճանության փաստի Արայիկ Հարությունյանի կողմից։ Թող որևիցե մեկը դուրս գասի սուտա։ Թոմյատ բոզի տղա հելնիասի սուտա։ Եվ այս բոզի ստողուն ում անունն է Արայիկ Հարությունյան, ով հիմա դատվում է Բաքվի բերդում, որոշակի պոռնակացիներ համարում են ազգի հերոս։ Ղարաբաղ հանձնած մարդուն համարում են ազգի հերոս։ Կրկնում եմ եւ նորից եմ ասում։ Մենք պարտվել ենք իշնորհիվ մեր ներքին թշնամու։ Մենք տվել ենք Արցախը իշնորհիվ մեր ներքին թշնամու։ Ում անուն ազգանունն է Սերժ Սարգսյան, ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան։ Այս երկուսը գնում են առաջի պլան, նոր մյուսները իրար հետևից։ Նիկոլ Փաշինյան Պոռնիկի ծնունդը այսօր հելել է ինտերվյու տա։ Նախ ես չեմ լսել, որտեղ ես չունեմ այդքան առողջություն լսելու համար։ Փառքասու ունենք օգնականներ, աշխատակազմ, ռեֆերենտ, աշխատակազմի ղեկավար, այդ մարդիկ լսել են։ Ու մի մասը ուժեղ գլխացավ լսելուց հետո, մի մասի մոտ սրտխառնոց եւ հնարավոր չի լսել Նիկոլ Փաշինյանին եւ չվատանալ։ Ուրեմն ինչա ասեմ, բոզից տղեն։ Ասում է 7 օր պատերազմի օրը այդ նոյեմբերի 9-ի, որ ինքը ստորագրել է կապիտուլյացիան, ասում է 7 օր ես բանը հաց չեմ կերել։ Միայն ջուր եմ խմել։ Գիտեք ինչ, եթե մարդ անտեղյակ է, կարող է հավատասի, կարող է էլի 7 օր այս մարդը հաց չի կերել։ Բայց ուրեմն ով որ ունի կասկած, Փառք Աստծո, սաղատել ունեք ծանոթ բժիշկ եւ այլն, կարող եք հարց տալ, նույն ձև լրատվամիջոցները։ Կարող է արդյոք մարդը 7 օր հաց չուտել, բայց ակտիվ կյանք վարել, այսինքն աշխատել, մտածել, գնալ, գալ, տանել, այո, մարդիկ կան բերդերում 7 օր, 10 օր, 20 օր հաց չեն ուտում։ Բայց այդ մարդիկ ակտիվ կյանք չեն վարում, ինքը հայտարարել է հացադուլ, ի համար պարկածա, օրերը գնում են, այսինքն ֆիզիկական, մտավոր աշխատանք չկա, գոյություն չունի, սպիտակուցները չեն այրվում, բայց երբ որ մարդ հայտարարում է, այսինքն ասում է ես 7 օր հաց չեմ կերել, բայց այդ 7 օրը ինքը ակտիվ վազում, տանում, բերում, վեկալում, դες, եւ այլ, չի կարող, գոնե պիտի քաշքցի, գոնե պիտի ակնհայտ երևա եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը քաշակցի այդ 7 օրերի ընթացքում, փորը պակասավ, ծծերը պակասան, ինչ եղան, ոչ։ Գումարած Նիկոլ Փաշինյանը ունի հոգեկան հիվանդություն, դա ոչ մեկի համար գաղտնիք չի։
Այդ մարդը ունի բավականին սարսափելի ախորժակ, ինքը որ սնունդը տենում է, ինքնին չի տիրապետում։ Տեսել ենք բազմաթիվ կադրեր, լավաշ փրթի, տավարի քալեն, հանի դնի սաղ մարդիկ ընգնավորեն, չգիտեմ, շուկայա, մուկայա գնամ, միսը վեկալամ, ճղամ, փրթամ, բարթուն ջանում, տեղում ուտում, առանց ամոթի զգացմունքի։ Ես մեռն եմ իմ դեմը, եթե կամերա կա, չեմ կարա, դաժե ինչ-որ մի բան դնեմ իմ բերանը։ Հնարավոր չի, քաշում եմ, կոմպլեքս է։ Ես որ շտաբօգնությունում աշխատում եմ իմպերիալի վրա տանում եմ ու տենում եմ ռուսները ամեն մեկը նստած մենակով ուտում են, ես իմ կերը մամայի սարկածը հանում դնում եմ, ընդհանուր հրավիրում եմ, որտեղ չի կարա մենակով նստեի ուտեի։ Այն դեպքում որ կողինս էլ է ուտում կամ չի ուտում։ Բայց այս մարդը շատ բացախորժակ ունի, ինչ տենեմ հարցակում լափը, հիմա հələ հայտարարեմ, թե ես 7 օր հաշ չեմ կերել։ Բայց ակտիվ ֆիզիկական գործունեություն է ծավալել, դա բացառվում է։ Մարդու օրգանիզմը չի կարող ձգել 7 օր ֆիզիկական նագրուցքի տակ։ Հա, հացադուլ գնա պարկի, կարա 30 օր էլ ձգի, 40 էլ 50 էլ։ Չկա, նագրուցկա չկա։ Պակաս պատալոք է նայում։ Բայց մտավոր աշխատանք ծավալող ֆիզիկական աշխատանք, այդ գնալ գալ շարժվել եւ դու չես կարող 7 օր։ Խես խափում, բոզի տաղա։ Խես խափում։ Հնում հայտարարում են մեն բանը լրագրողը լավ հարց տվեց։ Ասում ես շին եմ, ասում ես դες բան եմ ասել։ Դա իմ բառապաշարն է։ Վիդեոն դրինք։ Ժողովուրդն էլ վիդեոն դրին, սա ժողովուրդ վիդեոն դրին, որ գնացել էր, ես ին որ մի գեղը հանդիպել էր Կոչարյանի շինելու է։ Հիմա էլ ասում եմ չէ։ Ես դες բան չեմ ասել։ Իսկ եթե ասել եմ շինել, ես ուրիշ բան ի նկատի ունեմ շինելի տակ։ Ինչ։ Շինել բառի տակ դու Քոչարյանի ընդդիմադիրն ես։ Դու ասում ես շինելու եմ։ Շինել բառի տակ ինչի նկատի ունես։ Այսինքն իրենց բիզնեսն ես շինելու, բարգավաճելու, բարգավաճացնելու։ Էդի կա, տենում ենք բոլոր պետական բանը գնումները մեքենաների Toyota Service։ Բոլոր պետական մեքենաների բանը ապահովագրությունը Nairi Insurance։ Բայց քեզ ընտրել են ինչի համար։ Քեզ ընտրել են համար, որ դու ընդհակառակ ես մարդկանց սնկացնես։ Բայց այս մարդիկ հարստացան 6 տարվա մեջ, այնքան հարստացան, որ Քոչարյանը 10 տարվա մեջ չէր հարստացել։ Հիմա ասում ես, ես բան չեմ ասել։ Այդպես բան չկա։ Ես եթե ասել եմ, ուրիշ բանի նկատի ունեի։ Ուրիշ ինչ։ Բոզի տղա, ուրիշ ինչ։ Ու այս մարդուն բանը գելապն ասում է ունի 11%, ինձ հետաքրքիր է 11%-ի մեջ մտնող այդ բոզի տղեկ ովքեր են։ Ես հավատում եմ գելապի թվին, որ կարա լինի 11%, որովհետև ճիշտ է ասա, ամենավերջի խայտարակտիվն է այս պայդրության, բայց այդ թիվը շարունակելու է իջնել։ Մինչև 2026 թիվ Նիկոլը կարող է 5% էլ չունենա։ Բայց խնդիրը նա է, որտեղ 11% կա։ Դեռ կա։ Այն բանը Անի Խաչատյան, որ ծիծա, սախ ծիծա, դրա նմանները հլմ հայտարարում են, մենք տրանսպորտը ավելի կթանկացնենք, որովհետև ջարդված գազելների տեղը բերել ենք լավ ավտոբուս։ Ասես չէ։ Այսինքն այս Վազգենի քվորդ հայֆեն կարա մտնի 11%-ի մեջ։ Այն բոլոր հկներ մկները օղորմի Դոնալդ Տրամպի անցավորներին 90 օրով փագեց։ Սաղ ֆինանսավորում այդ USAID, սաղ փագեց այդ Սոպասաֆարյան, Իոնիսյան, Շիրինյան եւ նմանատիպ այլ խռգլոխներ զրկվեցին այս սրանք մտնում են այդ 11%-ի մեջ։ Պարոն Տրամպն ասեց, ես էլ պիտի հասկանամ, ես Ամերիկայի բյուջեի տարեկան բյուջեի մի տոկոսը գնում է այսենց աչուձախ աղբեկի։ Հələ պիտի հասկանամ ինչի վրա է գնում, որովհետև սաղ ատկատ է։ Սաղ։ Դուրս է գնում ընկեր USAID-ին $50,000, 25-ը վեգալաման կամ 30-ը 20 տալում ես բոզի տղեկին։ Դա համար հետևից չէ թե մտեն այդ ինչ եղավ։ Ապրի Տրամպը, կրճատեց, փագեց։
90 օր։ 90 օր սրանք կմնան սոված։ Այս Նիկոլի Քարոզը իրականացնող բոզի տղեկը 90 օր կմնան սոված։ Տաստված այդ 90-ը դառնա 180 օր, հետո 360 օր, ու հետո տենց շարունակ։ Որ չբացվի առհասարակ։ Ու հիմա սրանք այս ղախպի տղեկը նստել են ընկեր Նիկոլը, բացահայտ, խափամա, էլի նորից է կենստե խափամա։ Նորից է կենստե խափամա։ Մեկը չի հարցնում, պարոն Փաշինյան, ձեր տղեն ուր է, քո տղեն է, քո Աշոտիկն է, քո կնիգն է ցրթե, ինչի է տղեդ ապրում Արարատի մարզի ինչ որ մի հատ Բենոյի գարաժում։ Դուք եք հանե տնից լարե, ձեր տղեն է ձեր վրան թքեք գնաց է, պատճառը ո՞րն է։ Եթե դուք եք հանե տնից լարե, դրանից հետո կալատալ ուրիշ հարց։ Եթե քո տղեն է թքեց ձեր վրան հելե գնացո, իմը դուք այդ ինչ ընտանիք եք։ Այդ ինչով եք զբաղվում ձեր տան մեջ, որ ձեր տղան, վարչապետի տղա է, թքի գնա մտնի մի հատ դոմիկի մեջ ապրի։ Ինչ որ մի հատ Բենոյի տանը։ Բենոն հացտա, ջուրտա եւ այլն, բա, եթե դու քո սեփական տղեն է քեզնից փախնան, բայց ժողովրդի 11%-ը այդ կարգի իդիոտ տավարի ծնունդ է, որ շարունակում է հավատալ մի մարդու, ում սեփական տղեն թքևերեն գնացել է։ Ասում եմ լավ, ես գնամ սոված մեռնեմ, Բենոն ընձի պահի Արարատի գեղերը, քան թե ես ապրեմ այս դվարեցի մեջ, նախագահական, այսպես ասած, ախրանայով եւ այլով։ Այն բան է լավ խոսած չէ, ցեղասպանություն հերքում էր բաներ անում։ Ես հիմա ուզում եմ հարց տամ։ Ամեն տարի ապրիլի 23-ին այդ ցեղասպանության ամենամեծ ակցիա իրականացնողը դա դաշնակցականներն են, այդ ջահերով երթը։ Բա հիմա ընկեր դաշնակցականներ, ընկեր ջահերով երթ անողներ, որ ամեն տարի ջահերը վեգալած քալելով եթե մեկ դեպի Ծիծեռնակաբերդ։ Բա ինչի հիմա ջահերով երթ չեք անում կառավարություն, ասես բոզի տղա, դու ոնց ես կասկածի տակ դնում հայոց ցեղասպանությունը։ Այդ հայ դատի գրասենյակը, որը որ Ամերիկայում կա, տեսեք, ձեն դուր չկա։ Բերաներից մի հատ բառ դուր չի գալի, որ հլն ասեն, ես ինչ ասեցիր, բոզի տղա։ Հիմա դուք զգում եք, սիրելի ժողովուրդ, որ դաշնակցական, մասնակցական, ռոբիկական, Սերժ, այսինքն բոլոր այն ուժերը, որոնք որ գտնվում են պարլամենտում, սրանք բոլորը ցեմենտ բիտոնով պահում են այս մարդու հաթոռը։ Պահում են։ Այս նույն պարլամենտը տվեց Արցախը, այս նույն պարլամենտը տվեց 5000, այս 150,000 բանը փախստականները, տվեց Կիրանցը, հիմա Շամշադինն են դրած բանը կտրտում։ Այս նույն պարլամենտը լուր նպաստում է արտաքին պարտքի աճմանը։ Այս բարդակին ու բոզիտ, այս նույն պարլամենտն է, կապ չունի որ ընդդիմադիր ենք, այդ նույն պարլամենտում են նստած, պարլամենտական երկիր է, նախագահական չի։ Այս նույն պարլամենտի լուր համաձայնությամբ ընդդիմությամբ մենք այսօր ընկել ենք այս քակ վիճակի մեջ։ Այս քակ վիճակի մեջ։ Մի հատ հենց ասում եմ, ես ես բան չեմ ասել։ Ես եմ փաստը դնում ես դեմը, վիդեոսում եմ, ես նման բան չեմ ասել։ Այս ամբողջ այս հանցագործությունները, որոնք որ եղել են 44 օրյա բանը պատերազմի հետ կապված, այս բանը զոհերը, թալանները դրեցինք թուղթ ու թանակով, առևտուրը, որ Թուրքիա հետ առևտուր են արել, երբ որ 10 մետր են կոմեր զինվորները զոհվել։ Մի հատ պարլամենտական ընդդիմադիր բոզի տղա, այդ թուղթ ու թանակը, այդ իմ դրած թղթերը չվեկալա, օֆիցիալ փաստաթղթեր են։ Վեկալի ամբյուրից ասի գլխավոր դատախազ, էս ինչ է։ Էս ինչ հեկ են ծախեյալ հայն ու թուրքը ռուսի բարձր հովանու ներքո։ Էս ինչ փողեր եք տվել դուք չելի զավոտ, մրի զավոտ, ածուղի հանք, խերից հանք եւ այլն, ուր են գնացել միլիարդները, որովհետեւ բոլորը լափում են միևնույն աղբյուրից։ Սիրելի ժողովուրդ, հասկացեք վերջապես, հասկացեք։ Այս սոցիալական բանես անարդարությունները մի հատ ID card, հիմա որ ուզենաս գնաս անես, հերթը հուլիս ամսին նոր կհասնի։ Հուլիս չկա ոչ մի պետական հիմնարկ չի գործում։ Բացարձակապես ոչ մի պետական հիմնարկ։ Հիմա վաղը փետրվարի 1-ին գոնե սկսեք գործել, գոնե սկսեք ձեր քաղաքացիական ընդվզումը ցույց տալ։
Մի հանեք ոչխարի նման 150 դրամ տվեք։ Տոմսավաճառա, խեռավաճառա, ինչ որ մի 5-6 հատ տոմսավաճառ ենք թե, որ պիտի կողեն գծտակ, որովհետև չեն կարա 200 քանյա տոմսավաճառ բերեն, հնարավոր չի։ Տվեք այդ 100 դրամը։ Տոմսավաճառը հիստերիկություն կանի, ինչ կանի, ասա, էսա չես ուզում, մեր հարևան Մարիամյան ասած, բողոքա։ Այդ մի քանյա տոմսավաճառա լինելու։ Ցույց տվեք, որ դուք եք այս երկրի տերը, ոչ թե մի հատ փնթի բոզի տղա ընտանիք, որից թող է փախել անգամ մի սեփական երեխա։ Մի քիչ համարձակություն, մի քիչ քաջություն ունեցեք։ Ձեր դեմ թուրքը չի։ Ձեր դեմ յաթաղանով զինված ասքար չի։ Ձեր դեմ տոմսավաճառա, ձեր դեմ բոզի տղա Նիկոլա, որից յա տղենա թողե գնա։ Ձեր դեմ սիսի ղախպի տղենա, ինչից եք վախենում։ Վաղը փետրվարի 1-ին հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, Թևանյան կլնի, Հայկո կլնի, Կլոուն կլնի, ով կլնի։ Ուզում եմ հայտարարեմ, որ եկեք այս փուլում հայտարարենք մեկս մեկի նկատմամբ զինադադար եւ բոլորս համախմբվենք մեկ ընդհանուր գաղափարի տակ, բոլոր քաղաքական, հասարակական, պետական գործիչներով, որ տրանսպորտը պիտի լինի 100 դրամ։ Ես բոլոր իմ Telegram կանալներին, էսպայդրությամբ, ադմիններին, TikTok-յան եւ այլն կարգադրում եմ իրականացնել վաղվա ակցիայի լայն լուսաբանում, անկախ նրանից դա թևավորի ժողովուրդը կլնի, չգիտեմ, կլոունի ժողովուրդը կլնի, գրողու սերցավի ժողովուրդ, բոլոր այն անձինք, ովքեր վաղը քաղաքական ուժ կլնի, ավականներ կլնեն եւ այլն, դաշնակ կլնեն, ով ուզում ալնի, ով որ կլնի քարոզ կանի տրանսպորտի մեջ, փողոցում 100 դրամ եւ վերջ, բոլորին լուսաբանեք, բոլորին։ Միանշանակ համոզված եմ, որ այդ նույն ուժի ժողովուրդը ինչ չէ լուսաբանելու իրենց ոչ մի լրատվամիջոցով։ Ոնց որ Գելապը, որ ելավ հայտարարեց դոգը աչելա երկրորդ տեղա, ոչ մեկ դրա մասին համարյա չխոսած։ Մամուլը եմ, ասեկոսե, ընդեղ էլի մի քանի հատ 1-2 լրատվամիջոց եւ վերջ։ Մնացածը Նիկոլի Վականիշը իջել է, դոգի բառը չէին ասում։ Չէ։ Բայց ես ասում եմ, մենք ունենք մեկ նպատակ, տրանսպորտը չպիտի թանկանա։ Պիտի մնա 100 դրամ։ Եվ լուսաբանման ակցիան իմ բոլոր Telegram-յան, Instagram-յան, չգիտեմ, TikTok-յան բոլոր կանալները ձեզ կլուսաբանեն, ձեր գործողությունները։ Վճարում ենք 100 դրամ եւ վերջ։ Ու եթե չհանվեց դեկլարացիան, առհասարակ մենք պետք է երթևեկենք անվճար։ Ես ուզում եմ ժամանակ եմ նայում, որ Մարտունիկը ինձ ուղարկի հեռախոսը համար։ Մարտունիկը հեռախոսը համար չի ուղարկում։ Մարտունիկ, համարն ուրա Մարտունիկ։ Չկա։ Սա է ուզում ասես ելի ժողովուրդ, վաղը փետրվարի 1-ին, առավոտյան ժամը 9:00-ին ես իմ մարդկանց կամ այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են մեզ հետ միասին մասնակցել իրազեկման ակցիային, թռուցիկներ բաժանել, տրանսպորտի մեջ, մի քանի մտնել ավտոբուսների մեջ եւ քարոզել, որ վճարում ենք 100 դրամ եւ վերջ, հրավիրում եմ Արամ Խաչատրյանի արձանի մոտ ժամը 9:00-ին առավոտյան։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գտնվում են Երևան քաղաքի ծայրամասերում կամ, չգիտեմ, մասիվները կլինի Շենգավիթ եւ այլն, մեր մյուս բոլոր քաղաքացիներին հորդորում եմ վաղվանից սկսած հասարակական տրանսպորտից օգտվելուց վճարել 100 դրամ։ Ձեզ դրա համար ոչ կարող են դատել, ոչ կարող են ենթարկել վարչական պատասխանատվության, ոչ կարող են բերման ենթարկել, ոչ էլ դրա իրավունքը ունեն։ Դա քաղաքացիական դիրքորոշում է։ Գոնե մեկ անգամ ցուցաբերեք մասսայական համարձակություն, մասսայական ընդվզում, առանց ինչ-որ մի բանի։ Հա, եւ հաղորդման վերջում, ոնց որ ես մոռացել էի ասել, ուրեմն Գյոլեցյան արտակի վերաբերյալ, որի հետ կապված մենք նախորդ հաղորդման ժամանակ տեքստ կարդացի ես, դրանից հետո ստուգեցինք այդ ինֆորմացիան, որքանով է համապատասխանում Գյոլեցյան արտակի մասով եւ պետք է ասենք, որ մատուցված ինֆորմացիայի մեծ մասը ճիշտ էր, բայց Գյոլեցյան արտակի մասով կային հակասություններ
եւ ինֆորմացիան իհարկե դեռ ամբողջական ստուգման փուլում է, բայց այս փուլում դեռ ստուգումը չավարտված, մենք հանգել ենք եզրակացության, որ դիմումատուն, որ ուղարկել էր այսինքն այդ կիլլերների, միլլերների պատմությունը գյուլեցյան արտակի մասով կամ կիքսատավ է կամ դիտավորյալ համենայն դեպս մտցրելա մեջը։ Այսինքն ինֆորմացիան իրականության հետ ոնց որ թե ամբողջական աղերս չունի։ Մենք դեռ մանրամասն կշարունակենք ստուգել, վերջնական կհայտարարենք 1-2 օրից, բայց նախնականով էլ ուզում եմ ասեմ, որ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։ Նորից նայենք մեր Telegram-ը, չէ, ոչ Telegram-ով, ոչ Messenger-ով, ոչ Facebook-ով, մենք չունենք նամակ Մարդունիից։ Եղավ, հասկանալի, շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք արտակարգ թողարկմամբ երևի վաղը առավոտյան։ Ձեզ հետ էր ձեր Վարդան Ղուկասյանը, հաջողություն։